Բարև բոլորին եւ բարի գալուստ իմ առաջին վեբինար։ Այս վեբինարը շատ կարևոր է ինձ համար, վերջում կասեմ թե ինչու եւ դա էլ կքննարկենք։ Շատ ուրախ եմ, որ այսքան մարդ է հավաքվել, դա նշանակում է, որ դուք էլ ինձպես սիրում եք անգլերենը, ուզում եք սովորել, ուզում եք էլ ավելի լավացնել եւ ինչու՞ չէ, 0-ից սկսել եւ սովորել։ Ճիշտ տեղում եք հայտնվել։ Բացի նրանից, որ կխոսենք, թե ինչու եւ ինչպես սովորել անգլերեն, այս վեբինարը նաեւ անկեղծության վեբինար է։ Դուք վերջապես կիմանաք, թե ով է իրականում էկրանից այն կողմ ձեզ անգլերեն սովորեցնող այս դասատուն։ Կփորձեմ հակիրճ ներկայացնել, թե ով եմ ես, որտեղից եմ, ինչ ճամփա եմ անցել եւ ինչպես եմ հայտնվել այստեղ, սկսել սովորեցնել ձեզ անգլերեն։ Նախ եւ առաջ եկեք տեսնենք, թե ինչ կետիկներ ենք քննարկելու վեբինարի ժամանակ։ Ինչու սովորել անգլերեն։ Ինչպես է անգլերենը կյանք է փոխում, հավատացեք, շատ է փոխում։ Անգլերենի ազդեցությունը մեր կենսամակարդակի վրա, ինչպես սովորել անգլերեն, ինքնուրույն արդյոք հնարավոր է սովորել, ինչպես սովորել եւ մտապահել բառերը, ինչպես լավացնել խոսակցականը, սա բոլորի են թույլ կետիկն է։ Սովորել երգերի, ֆիլմերի, վիդեոների, գրքերի միջոցով, ինչպես դա ճիշտ անել, ինչպես ուշադրությունը կենտրոնացնել ուսման վրա, ինչպես ճիշտ կառավարել ժամանակը լեզու սովորելու համար եւ ինչպես չհիասթափվել, հասնել նպատակներին։ Գնացինք առաջ։ Ինչպես է անգլերենի լավ իմացությունը կյանք է փոխում։ Սկսենք ինձնից։ 1995 թվականի սեպտեմբերի 1-ին գիտության միջազգային օրը Հադրութ քաղաքում Օհանյան Արմենի ընտանիքում ծնվում է երկրորդ աղջիկ Բալիկը։ Քույրիկիս անունը, մեծ քույրիկիս անունը Նունե է եւ նկարով է սկսվում, մամաս ու պապաս որոշեցին, որ իմ անունն էլ լավ կլինի, որ Նեյով լինի։ Եվ քանի որ մենք ունենք շատ հրաշալի սիրուն հարսիկ Նարինե անունով եւ հրաշալի քույրիկ Նարինե անունով, պապաս որոշեց, որ լավ կլինի իմ անունն էլ Նարինե լինի, որ իրենց նման սիրուն եւ խելացի աղջիկ մեծանա։ Դա իմ անվան պատմությունը։ Հադրութ, հետպատերազմյան տարիներ, քիչ հնարավորություններ, աղքատ կյանք ընդհանուր առմամբ, բայց եւ լեփլեցուն սիրով եւ ջերմությամբ։ Ես իսկապես ինձ օրհնված եմ համարում, որ ծնվել եմ այդ սուրբ հողում, իմ կյանքի, իմ մանկությունն ու պատանեկությունը անց եմ կացրել հենց Հադրութում եւ իմ կյանքի ամենամեծ դասերը քաղել եմ Հադրութում, դեռևս։ Սկսենք մանկությունից, ես շատ հետաքրքրասեր երեխա էի, միշտ սիրում էի ինչ-որ նոր բաներ կարդալ, ինչ-որ նոր բաներ նայել, սովորել, մեծ քույրիկիս հետևից անընդհատ ամենտեղ ման էի գալիս, որ մի բան բաց չթողնեմ։ Մանկապարտեզ չեմ գնացել իմիջայլոց, փոքր քույրիկս գնացել է, ինձ էլ տարան, բայց ես չուզեցի, ինձ ավելի հետաքրքիր էր հետևել մեծ քույրիկիս։ Լուր հետևում էի, շատ սուսիկ երեխա էի, ու սովորում էի իր հետ, ինչ կարողանում էի, դասերը։ Մանկությունից ինչ եմ ուզում, ինչ եմ հիշում անգլերենի հետ կապված եւ ինչ եմ ուզում պատմել։ Երբ որ դեռ 4-5 տարեկան էի եւ Հադրութում դեռ չկային այդ արտասահմանյան կանալները, որտեղ կարելի էր մուլտիկներ նայել, նոր քեռիենցս տանը կար ու հավաքվում էինք այնտեղ նայում էինք։ Ես երեխեքին ասում էի, որ իբր ես հասկանում եմ անգլերեն ու չգիտեմ ոնց իրանք ինձ հավատում էին։ Ու ասում էին, դե որ տենցա մուլտիկները թարգմանի։ Ես էլ նայում էի նկարներին ու պատկերացնում էի, թե այնտեղ ինչա կատարվում, թարգմանում էի, իրանք էլ ուրախանում էին, որ ես կարողանում էի թարգմանել իրենց համար։ Սենց միշտ էլ կար էլի այդ անգլերենի հանդեպ ձգողականությունը։ Իմիջայլոց ատամհատիկից ժամանակ գիրք եւ տետր եմ վերցրել, դա երևի ինչ-որ նշան է։ Հետո մանկությունից էլ ինչ եմ հիշում, մեր վերևի հարկի պապիկի տուն, որ գնում էի, շատ լավ պապիկ ու տատիկ էին, գնում էի իրանց տուն, ինքը միշտ ուներ հին թերթեր, որտեղ կային նաեւ անգլերեն տառերով ինչ-որ տեքստեր, գրիչը վերցնում էի, առանց որևէ տառ իմանալու թե հայերեն թե անգլերեն, գնում էի, տպում էի տառերը,
հետաքրքիր հիշողությունը նոր պատմելուց հիշեցի։ Գնացինք դպրոց։ Դպրոց 11 տարի հադրութում եմ դպրոց գնացել, ունեցել եմ հիանալի դասատուներ, մեր հադրութի դպրոցը շատ լավն է, շատ լավ մասնագետներ էին այնտեղ աշխատում ու շատ լավ մասնագետներ են հիմա Հայաստանում, որ հենց հադրութի դպրոցն են ավարտել, տարբեր ոլորտներից։ Կոկորդս ցավում է, կներեք, բայց ոչ մի բան մեզ չի կանգնեցնի, որ այս վեբինարը անեն։ Ուրեմն, դպրոցում լավ եմ սովորել, ծնողներս միշտ էլ խստապահանջ են եղել ուսման հանդեպ ու ոչ միայն ծնողներս, պապիկս նույնպես։ Իր համար ուսումը այդ ամենաառաջին բանն է։ Անգլերենի պահով ինչ եմ ուզում ասել։ Լավ դասատուներ եմ ունեցել, նորմալ լավ սովորել եմ, դպրոցական մակարդակով, եւ երբ արդեն հասել եմ, որ պետք է ընտրություն կատարեմ մասնագիտության, գիտեի, որ դա պետքա լեզու լինի, բայց չէի կողմնորոշվում, մամաս ասեց, կարողան ունեն, որ ժողա սովորում, դու էլ ժող գնաս, որ ինքը քեզ օգնի։ Ես էլ ասացի, դե լավ, մաթեմատիկա չեմ սիրում, ինքը ասեց, դե ոչինչ, կսովորես, կսիրես, գնացի տեխնիկական թեկումով դասարան։ Մի սիմեստր սովորեցի, զգացի, որ չէ, դա իմը չի։ Ու ծնողներիս հետ խոսելով, խորհուրդներ վերցնելով, իրանք ինձ տեղափոխեցին հումանիտար, ես ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում, սկսեցի ավելի կենսուրախ, ավելի հավեսով սովորել անգլերեն, եւ արդեն որոշեցի, որ պետքա ես լեզվաբան դառնամ։ Հայոց լեզու շատ էի սիրում, շատ։ Ինձ բախտավիճակվել ունենալ աշխարհի ամենալավ հոյակապ, հիանալի, ամենալավ անձնավորություն դասատուին, ով ինձ ոչ միայն հայոց լեզու է սովորեցրել, դուք գիտեք, որ հայոց լեզուն շատ դժվար է, հիմա սենց սլենգով կարող է խոսում եմ, բայց իրականում հայոց լեզու շատ լավ գիտեի դպրոցում, ինքը ինձ սովորացրել է ոչ միայն իդեալական հայոց լեզու, այլ նաև կյանք է ինձ սովորացրել, շատ շնորհակալ եմ ընկեր Խասապետյանին, իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել։ Օլիմպիադաների եմ մասնակցել փոքր տարիքից, բայց դա այդքան էլ կարևոր չի, ինչքան որ ինքը ինձ կանչում էր ու ուղղակի ասում էր արի, գնում էի ու ինձ հետ ժամերով առանց չափազանցնելու 3 ժամ, 4 ժամ, ընթացքում սնվելով, թեյ խմելով սովորում էինք հայոց լեզուն ու կյանքեր ինձ սովորացնում, ինչ իրավիճակում ինձ ինչպես պետք է պահեմ, այդպես էլ լեզվի հանդեպ սերը իմ մոտ սկսել է։ Ու ես լեզուն ուրիշ ձև եմ պատկերացնում, ես մի տեսակ զգում եմ, այդ ստրուկտուրաները եւ ամեն ինչը մի տեսակ չգիտեմ, ինքը իմ մեջ նենց է արմատավորել, ես որ ցանկացած լեզու փորձում եմ սովորել, ես միանգամից սենց վերցնում եմ դա, իմ մոտ դա հեշտ է ստացվում։ Մասնագիտություն ընտրելու պահը եկավ, հիմա տապաս ասում եմ, դե հայոց լեզու շատ լավ գիտես, ես քեզ խորհուրդ կտամ, որ հայոց լեզվի մասնագետ դառնաս, Տիկին Խասապետյանի նման շատ լավ մասնագետ կդառնաս։ Ասացի, հա, պապա, բայց հիմա ոնց որ թե անգլերենն է ավելի շատ առաջ էլի, ճիշտ է, ես հայոց լեզուն շատ ավելի լավ գիտեմ, բայց դա ինձ կօգնի, որ անգլերեն սովորեմ, ուզում եմ թարգմանիչ դառնամ։ Պապաս ասեց, հա, բայց որ թարգմանիչ դառնաս ինչ ես անելու, ասի դեպի հիմա բանավոր թարգմանություններ են անում, մի ժամում 100,000 դրամ են վերցնում, ու իրոք այդ շատ փող աշխատելն էլ իմ մեջ մանկուց կա, որ ես պետք է նենց անեմ, որ հեշտ ու արագ ու շատ փող աշխատեմ, նայում էի ժուրնալներ, մտածում էի, հա, հեսա մեծանամ, ես էլ սենց ավտո կունենամ, ես էլ սենց տուն կունենամ, դե հələ որ չունեմ, բայց կունենամ հաստատ։ Տենց որոշեցի, որ լավ, ուրեմն կգնամ թարգմանիչ կդառնամ։ Անգլերեն սկսեցի պարապել հադրութում, շատ լավ դասատու ունեի, բայց ավարտական դասարանում արդեն դասատուս առողջական պրոբլեմներ ուներ եւ չէր կարողանա պարապել ինձ հետ։ Ու ծնողներս որոշում կայացրեցին, որ ավելի լավ է ես գնամ եւ վերջին դասարանը սովորեմ Ստեփանագերտում։ Քերուստանն եմ մնացել 1 տարի, շաբաթ կիրակի գնում գալիս էի, շուտ էի գնում գալիս հադրութ,
Բայց ապրեցի եւ սովորեցի Ստեփանակերտում մի տարի, գնացի 11-րդ ավագ դպրոցը։ Ստեփանակերտցիներ դիվետ պարապել եմ Էլեանորա Արմենակովնայի հետ, հոյակապ մասնագետ, ով շատ լավ գիտեր անգլերեն ու ով ինձ մոտիվեյթ էր անում ինչ ձևի։ Ես երբ որ գնում էի պարապմունքի, ուրեմն իր պատի վրա ով իր մոտ պարապել է հաստատ հիշում եք, սենց ափսեներ կային, տարբեր երկրների նկարներով ու ինքը որ երկիր գնացել էր, այդ երկրներից ինքը ափսեներ էր բերում եւ կպցնում էր, տենց սյուվենիրներ էլի, սաղ պատը լիքներ, արդեն տեղ չկար ու միշտ որ ասում էի ոնց եք ես քան տեղ գնացել, ասես բա դու եք պետքա լավ անգլերեն իմանաս, որ ուր գնաս կարողանաս հաղորդակցվել ու ես էլ մտածում եմ, հա, ես էլ եմ հեսա մի օր գնալու սաղ իմ խալաջիրնիկը մագնիտներով լցնեմ տարբեր երկրներից։ Վերջը շատ լավ փորձ եմ ունեցել, իսկ դպրոցում ես հանդիպեցի այն մարդուն, ով որ սենց վերջնականապես ինձ հույս տվեց, որ ճիշտ ճամփի վրա եմ։ Շատ ջահել, շատ սիրուն դասատու Հասմիկ Էդուարդովնա, ովքեր իր մոտ են պարապել, բոլորը իր համար գժվում են։ Ինքը ուղղակի ուրիշ մակարդակի վրա գիտեր անգլերենը։ Ու երբ որ ես տեսա իրան, ես մտածեցի, որ ես ուզում եմ այս սենց լինի։ Բայց արդեն թղթերս դիմաց էր, ես պետք է գնայի թարգմանչական, ոչ թե լեզվաբանական, ճիշտն ասած այդ հնչյունական համակարգ եւ այլն, տենց շատ լեզվաբանական բաներ այդքան էլ չեմ սիրում, չեմ էլ սիրել։ Դրա համար որոշեցի, չէ, թարգմանիչ, շատ փող կաշխատեմ, լավ անգլերեն կիմանամ, տարբեր երկրներ կգնամ, կթարգմանեմ եւ այլն։ Տենց Հասմիկ Էդուարդովնան ինձ շատ մոտիվեյթ արեց, դասերից դուրս իմ հետ պարապում էր, ինձ առաջադրանքներ էր տալիս, ես անում էի, ստուգում էր, շատ շնորհակալ եմ, ինձ շատ ա օգնել։ Համել իր կերպարը։ Ավարտեցի, ընդունվեցի Ռոմանո թարգմանչական բաժին։ Հենց առաջին կուրսից սկսեցի պարապել մեր շենքից մի հատ փոքր աղջկա հետ։ Ես 17 տարեկան էի, ինքը 5 տարեկան։ Որոշեցի, որ պարապեմ, կողքից մի քիչ փող աշխատեմ։ Կրթաթոշակ էի ստանում համ Ղարաբաղից, համ Հայաստանից, պլյուս էլ որ պարապում էի, վատ չէր 17 տարեկանի համար, պապաս ծիծաղում էր միշտ։ Բայց կյանքում ինձ ոչ մեկ չի խանգարել, չեն դաժե ասել կարողա քո ուսմանը խանգարի, որտեղ չգիտեմ, երևի վստահում էին։ Ուրեմն այդ երեխան սկսեցի պարապել, մեկ էլ տեսնում զանգեր են գալիս։ Շենքից երևի մի 10 երեխա հավաքվեց, այդ ժամանակ արդեն ծնողները սկսեցին, չէ, քո դասերին խանգարելու է, կարող է մենք քեզ չենք կարողանում պահել, ասի չէ, ես դες խոստանում եմ, որ համ լավ կսովորեմ, համ էլ թող աշխատեմ, իմ համար պրակտիկա է։ Ու ես այդ ժամանակ այնքան սիրահարվեցի դասավանդման վրա, որ պահի տակ փոշմանեցի, որ հենց թարգմանչական բաժին եմ ընտրել։ Բայց դա արդեն արած էր, եղած էր։ Որոշեցի, որ գոնե ճիշտ օգտագործեմ։ Արդեն այն թարգմանչության վերաբերյալ մանրակրկիտ դասերը ինձ այդքան չէին հետաքրքրում։ Դա ճիշտ է, շատ լավ եմ սովորել, բայց ամեն դեպքում ինձ արդեն հետաքրքրում էր ինչքան հնարավոր է լավ անգլերեն սովորեմ։ Առաջին կուրսում, որ գնացի դասի, ինքներս մեզ ներկայացնում էինք դասախոսի мот, երբ ես սկսեցի խոսել, sense զգացի, որ մի տեսակ մթնոլորտը փոխվեց, բայց չհասկացա ինչա տեղի ունեցել, оказывается, ես մեր Ղարաբաղյան անգլերենի ոճով էի խոսում, դա իմ դասախոս Էլեանորա Արմենակովնան ինքը ռուսախոս էր ու իր акցենտը ես վերցրել էի, ինքը շատ էր այդ զ-երը եւ ս-երը, չէ, դա այդքան շատ չէ, բայց ես տենց եմ վերցրել, ինքը իրականում շատ դավերանում, բայց ամեն դեպքում այդ ռուսական մոտիվները կային էլի акցենտի մեջ։ Ուրեմն ես սկսեցի խոսել ու դասախոսը դասից հետո եկավ ասեց Նարինե ջան, ապրես շատ, ասեց շատ համարձակ ես խոսում ու ես շատ եմ ուրախանում, որ вообще կոմպլեքսներ չունես, բայց արի թղթենք քո pronunciation-ը, արտասանությունը։ Ասեցի ոնց ասեք, տենց էլ կանեմ։ Ինքը ինձ խորհուրդ տվեց բարձրաձայն գրքեր կարդալ, control անել էդի եւ այլն, ես գիշեր-ցերեկ աշխատում էի եւ շատ շուտ թղթեցի, եկա սաղին հասա եւ դեռ ավելին։ Բագումյան Լուսինեներին դասախոսը շատ հիանալի դասախոս, շատ շնորհակալ եմ ինքների մեջ շատ բան ա փոխել։
Ռոմանոն կարմիր դիպլոմով ավարտելուց հետո իմիջիալից ասեմ, որ այդ կարմիր դիպլոմները տենց էլ դնելու եք դարակում, ոչ մեկի վեճը չի, ոչ մեկ էլ չի նայելու։ Մի կենտրոնացեք գնահատականների վրա, ուղղակի սովորեք։ Всё, արդեն ես գիտեի, որ ես ուզում եմ դասատու դառնալ, բայց վաղ կար մեջս ամերիկյան համալսարան գնալու։ Մի օր այդ հետո կպատմեմ շատ երկար է, իմ ընկերը, հիմիկվա իմ ամուսինը, ինձ ասեց նա կամ հենց հիմա որոշում ես, որ պիտի գնաս, կամ всё, այդ թեմայով էլ չխոսես, որտեղ շատ էին նվնվում։ Վերջը որոշեցի, որ всё, գնում եմ ու գնացի TOEFL-ի պարապմունքի գրանցվեցի, 2 ամիս պարապեցի, հանձնեցի, ընդունվեցի ամերիկյան համալսարան, մագիստրատուրա, արդեն Teaching English as a Foreign Language բաժինը, այնտեղ արդեն շատ խորացված, մանրակրկիտ, ցենց լուրջ, արդեն որ գիտես, դա է քեզ պետք, այդ իապոնը դա է սիրում, 2 տարի սովորեցի, ամերիկյան գնացող երեխեք, շատ եմ լսել, որ գրում են երեխեքը, բյուսովի դասախոսս ասել է ապուշություն ամի գնա, ամերիկյանից լավ համալսարան Հայաստանում ու չգիտեմ որտեղ գոյություն չունի, ամեն ինչ practical է, դուք այնքան եք, այդ 2 տարվա մեջ մեզ այնքան էին ուղարկում դաս տալ, ինքներս մեր տվածի վերաբերյալ սխալներ գտնել, քննարկել, մենք ուղղակի դարձանք քնած արթուն, մենք դարձանք դասատուներ, արդեն աչքերը փակ կարող ենք դասավանդել։ Եվ վերջ ամերիկյանն էլ ավարտեցի, հիմա իմ կյանքի ամենակարևոր փուլերից մեկն է գալիս ուշադիր։ Իմ ընկերը, ովքեր իմ ամուսնուն ճանաչում են, գիտեն, որ ինքը շատ ուժեղ իրավաբան է, բայց քանի որ Վրաստանի քաղաքացի է, ինքը Հայաստանում նախարարությունում էր աշխատում, բայց առաջ գնալու տենց շատ հավանականություններ չկային, անհատական ինչ-որ բաներ փորձեց, բայց իր ախպերները կանչեցին, եկավ Ռուսաստան, վերջը, պետք է ես էլ գայի, ամուսնանային գայինք Ռուսաստան ապրելու, կներեք է, հիվանդ եմ, կոկորդս բռնվում է, և ես որ գիտակցեցի, որ պետք է գամ Ռուսաստանում ապրեմ, այնքան շատ կարոտ կար իմ մեջ հադրութի հանդեպ, իմ ընտանիքի հանդեպ, որ ես որոշեցի, որ այդ մի տարին ես հաստատ Երևանում չեմ անցկացնի, ինչ որտեղ մտնեմ աշխատեմ, ինչ-որ լեզվի կենտրոնում։ Ես որոշեցի հետ գնալ հադրութ։ Այդ ընթացքում ես արդեն իսկ վարում էի իմ բլոգը, 17 թվականի սեպտեմբերից արդեն իսկ վարում էի իմ բլոգը, բայց վարում էի անգլերեն, ռուսերեն էի վարում, որպեսզի դա իմ ռուսերենը ավելի լավացնի ու դաժե ռուսերեն վիդեոներ էի անում, որ իմ խոսքը ռուսերենի ավելի բացվի, ես անկաշկանդ դառնամ եւ այլն։ Իմիջիայլոց վատ կոմենտներ եմ ստացել, որ ավելի լավ է ռուսերեն սովորի նախ, հետո անգլերեն սովորացրու եւ այլն, բայց իմ համար դրանք մեկ են։ Ով ինչ ուզում էր թող ասեր։ Ռուսներին շատ էր դուր գալիս, լավ ռուսական աուդիտորիա ունեի, գնացի հադրութ, այդ ընթացքում ես իմ աշակերտներին Երևանում պարապում էի, օնլայնել էի պարապում, Skyeng-ից ես, դուք գիտեք, Skyeng ռուսական օնլայն դպրոցը շատ ամենամեծ դպրոցն է, կարծեմ Եվրոպայում անգլերենի ուսուցման, ինձ նամակ են գրում իմ բլոգին, որ կարող է մեր հետ մեզ մոտ աշխատես, ես էլ հադրութում էի, ասացի լավ, դա արի փորձեմ։ Հադրութում հաշվի առնելով շատ վատ ինտերնետ, հաշվի առնելով, որ հոսանքը տարաօրում մեջ գնա ժամերով, ես այդ գործը վերցրեցի, սկսեցի անել ու ես շոկի մեջ էի։ Հադրութում տանը նստած ես կարողանում էի ամսական աշխատել միջինը 500-ից 600,000 դրամ։ Դա իսկապես իմ համար այն պահի դրությամբ շատ մեծ թիվ էր, իմ ընտանիքն էլ շոկի մեջ էր ու իսկապես դա իմ համար մեծ ձեռքբերում էր։ Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, մի պահ տենց աշխատեցի ու հետո զգացի, որ չէ, քիչ է, էլի շատ եմ ուզում։ Հետո սկսեցի չինական դպրոցներում աշխատել, այնտեղ մեկ դասի համար $10 են վճարում, մի քանի դաս տալիս էի շաբաթական ու զգացի, որ չէ, էսի կարա շատ խորանա։ Բլոգս այն պահի դրությամբ փակել էի, որպեսզի կողմնորոշվեմ ինչ եմ ուզում ռուսերեն եմ անելու, թե հայերեն, որտեղ ռուսերեն անկեղծ մի քիչ դժվարանում էի, մինչև նշանածս չէր ստուգում, մի հատ տեքստը չէի դնում, դե իրան էլ այդքան գործից կտրել չէր լինի։
ժամանակավոր փակել էի ու խորացել էի գիշեր-ցերեկ դաս էի տալիս, օր կար 12 դաս էի անդադար տալիս, հեսա իմ բոլոր մոտիկները հաջորդի կարան դա հաստատեն։ Մի խոսքով արդեն այնքան խորացես on-line-ի մեջ, որ հասկացա, որ ումա պետք вообще տնից դուրս գալ, գնալ հասնել դպրոց, գրքեր շարակել տանել, բերել, եթե կարելի է on-line նստել ու իդեալական ձևի սովորել։ Ինչ է ասածս, ժողովուրդ ջան, հիմա եկել եմ Ռուսաստան, երկրորդ տարին հոկտեմբերին կլրանա, աշխատանքս պահում եմ, չեմ կորցնում, ես ոչ քաղաքացի եմ, այստեղ երկու անգամ ձևական գնացի ինտերվյուի, երկու անգամ էլ ասին, դե որ քաղաքացի չես, չենք կարող վերցնել եւ այլն, ասի պետք չի ձեզ ինձ ձեր վերցնելը, ես ինքս իմ համար իմ գործը կստեղծեմ։ Բլոգս նորից բացեցի, սկսեցի հայերեն վարել, որտեղ ինձ շատ ավելի անկաշկանդ ու ձուկը ջրում եմ զգում, երբ որ ես հայերեն եմ խոսում։ Ու սկսեցի բլոգով զբաղվել, զարգանալ այս ոլորտում։ Ասածս այն է, որ Հադրութում լինես, Երևանում լինես, թե ամբողջ աշխարհում լինես, եթե գիտես անգլերեն, քո գործը միշտ քո հետ է։ Այս փուճուր քառակուսիի մեջ անգլերեն սովորեք։ Հիմա կասեք, լավ, շատ երկար քեզանից խոսեցիր, բայց սա առաջին վեբինարն է եւ ինտրոդակտիվ է, ինձանից էի խոսում, որ իմանաք ես ով եմ, ում հետ գործ ունեք։ Հիմա կխոսենք իմ աշակերտների մասին, շատ ինտենսիվորեն ռուսների հետ էի պարապում, նախ մեղքս ինչ թաքցնեմ, ռուսները Ռուսաստանում անգլերենի մի հատիկ դասը շատ թանկ արժի, մեր գումարներով, մեր դրամով մինիմում 6000-7000 դրամ, չէ միջինում այդքան արժի։ Շատ ինտենսիվ ռուսների հետ էի պարապում, բոլորի մակարդակներն էլ բարձր են ու միայն անգլերենն ենք շփվում իրանց հետ, բայց իրանց story-ները կա, իրանց պատմությունները կա իմ edge-ում, my students highlight save եմ արել, կարող եք նայել, Ժենյան ինքը իրան Ջենի ասում, իրան տնցադուր գալիս, չգիտեմ, Էդորադոյում էր աշխատում, իմիջայլոց այդ գործն էլ չեր ունենա, եթե շատ լավ անգլերեն չիմանար, հետո այնքան մենք պարապեցինք, ինքը այնքան լավ ուժեղ անգլերեն գիտեր, որ սկսեց ինքը իր բիզնեսը, այդ բիզնեսի համար ստարտափը, ինչ-որ application-ներ է սարքել եւ այլն, ինքնազարգացման վերաբերյալ, ու այդ սաղ research-ները ինքը արել է ուղղակի անգլերենով, ռուսերեն տենց ինֆորմացիա չկար։ Այս մյուս Ժենյան, այս մարդը։ Ուրեմն ինքը շեֆ պովր է, ինքը մասնակցում է word skills մրցություններին, երեխեք է պատրաստում, տանում է այնտեղ, ու ժյուրի է այնտեղ, ու եթե ինքը անգլերեն չիմանա, ուղղակի անհնար է այդ մակարդակի վրա տենց շեֆ պովր լինել։ Դա էսի Մորգենշտերնը, բայց իմ աշակերտը չի, իմ աշակերտը Դիման է։ Ուրեմն, Դիման պիլոտ է S7 ավիաընկերությունում, ու որպես ինքը դառնար ավագ պիլոտ, իրան պետք էր շատ լուրջ քննություն հանձնել, սովորեցինք, հանձնեց, դառավ արդեն Մորգենշտերնի հետ է նկարվում։ Բորիսը, ինքը Ուրալի Ritter Sport-ի գլխավոր տնօրենն է, ու իհարկե այդ պաշտոնը անհնար է առանց անգլերենի իմացության, բայց ինքը հանել մարաթոնների է մասնակցում, վազում է, լողորթը եւ հեծանվորդը ու ասում է, որ առանց անգլերենի ընդամենը չի կարող նույնիսկ պատկերացնել, թե դա ոնց կլիներ։ Ու Ալեքսանդրը իր պատմությունն շատ հետաքրքիր է, ինքը Ռուսաստանի փոքր Տոմսկ քաղաքից էր, մի օր պրոստը զարթնեց ու զգաց, որ չէ, ինքը ծնվել է, որ այս աշխարհում մեծ փոփոխություններ անի ու հելավ եկավ Մոսկվա, ինքը շատ ուժեղ տիլևիդուշի է, ուղղակի վիդուշի է, ինքը շատ լավ թամադա է, չգիտեմ ոնց է ասում։ Ու հենց արդեն զգաց, որ չէ, զակազներ է ստանում արտասահմանում, բայց անգլերենը թույլ չի տալիս, սկսեց ինտենսիվորեն պարապել անգլերեն, հիմա օրու մեջ Իտալիայում անգլերենով հարսանիքներ ավարում, դե իսկ ֆինանսական վիճակի մասին ինքներդ կարող եք կռահել։ Ռուսների մասին հերիք է խոսում, եկեք մեր հիանալի հայերից խոսենք։ Իմ ամենասիրելի անձնավորություններից մեկը, Պետրոսյան Լիլի։ Ինձ թվում է համարյա բոլորդ էլ կճանաչեք, ինքը Հայաստանի ամենաուժեղ իրավաբաններից մեկն է, կամ էլ ամենաուժեղն է, դասավանդում է պետական համալսարանի իրավագիտության բաժնում,
ու իր հետ էլ մենք երկար տարիներ ընկերություն ենք անում եւ Լիլիթը միշտ ասում է առանց անգլերենի ձև չկա, առանց անգլերենի ձև չկա։ Լիլիթը բազում արտասահմանյան իվենթների է մասնակցել եւ տարբեր պրոգրամների, Fletcher-ի դպրոցն է ավարտել, իսկ հիմա գիտեք ինչա վերջերս եղել, Queen Mary University of London-ը ընդունվել եւ բրիտանական դեսպանատնից scholarship-ը ստացել, այսինքն իր ուսման բարձր փոխհատուցելու են։ 1 տարով գնում է եւ Լոնդոն պետք է սովորի։ Լիլիթի կարծիքն եմ ասում, բոլոր top համալսարանները TOEFL-ի գնահատքորից պահանջում են 100+։ Եվ եթե ուզում ես լինել իդեալական մասնագետ, այսինքն գաս Հայաստան դեմդ խաղ չկա, ուրեմն պետք է անգլերեն իմանաս։ Մեկ ուրիշ բառ օրինակ, Տաթոն, Տաթև Սողոյան, ինչ եմ Տաթո ասում, որտեղ Տաթոն էլ իմ ընկերուհին է, քույրիկիս մտերիմ ընկերուհին է, շատ խելացի իրավաբան, ինքն էլ բազում միջազգային դատախաղերի է մասնակցել եւ ոչ միայն ինքը, այլ իր բոլոր թիմագիծները, բոլորն էլ իդեալական գիտեն անգլերեն, դրա համար այդ շանսը հենց իրենց է ընձեռնում։ Այսինքն կապ չունի դու այնտեղ կարմիր դիպլոմներ ես ստացել, ինչ կարգի մասնագետ ես, եթե դու չգիտես անգլերեն, դու ուղղակի չես կարող մասնակցել IELTS մակարդակի, ISPC միջոցառումների, վերջերս էլ Տաթոն IELTS-ից շատ բարձր գնահատական է ստացել, ընդունվել է ՄԳԻՄՈ, գիտեք Ռուսաստանի top 3 համալսարաններից մեկն է, ու ամենակարևորը այդտեղից հետո Տաթոն գնալու է կամ Նյու Յորք, կամ մի հատ մեծ ցանկ կա այդ երկրներից արտասահման ինչ որտեղում շարունակելու իր ուսումը։ Սա էլ այսպես, Տաթևի կարծիքով էլ անգլերենը քո առջև լիքը դռներ է բացում։ Անգլերենը կենսամակարդակի համար։ Ինչպես է անգլերենի լավ իմացությունն ազդում կենսամակարդակի վրա։ Սովորի որտեղ ուզում ես։ Աշխատիր որտեղ ուզում ես, գնա ուր ուզում ես։ Սովորելու պահով արդեն օրինակներ բերեցինք, հիմա կարիերայի մասին խոսենք։ Կարիերայի պահով է դե պիսով չափ եղավ, տեսակ, որ բոլորն էլ ունեն շատ ավելի հաջողակ կարիերա, եթե գիտեն անգլերեն։ Էլի եմ ասում, կապ չունի դու ինչ կարգի լավ մասնագետ ես, ինչ որտեղ պրոստը գալիս է, որ всё, stop, անգլերեն գիտես, բարձրանում ես, չգիտես, մնում ես այդ բարձր, բայց ցածր դիրքում, հարաբերական է ամեն ինչ։ Իմ առաջին աշակերտուհու մայրիկն էլ էլի մեծ կամպանիայում հաշվապահեր, այդ արտասահմանյան կամպանիաներում բոլոր մասնագետները պետք է իմանան լավ անգլերեն։ Հիմա դուք գիտեք, որ Հայաստանում էլ IT սֆերան շատ արագ է զարգանում, շատ ուժեղ IT կամպանիաներ կան, այնտեղ էլ ու շատ լավ են վարձատրում, մինիմում 500,000 դրամ վարձատրում են։ Անգլերեն գիտես, welcome։ Չգիտես, bye-bye։ Ճամփորդելու համար դե պարզ է։ Ուր էլ գնաք, ինչ էլ լինեք, որ մի կորած գյուղն էլ որ երկրում մտնեք, հաստատ մի հոգի գտնելու եք, ով անգլերեն խոսում է։ Էլ ստիպված չեք լինի Մալդիվներից զանգել ձեր բարեկամներին, ասել, բա վերտալյոտը պետքա գար, ուշացել է, չենք կարողանում հասկանալ, երբ պետքա գա օրինակ։ Դուք ինքներդ ձեր գլխի ճարը կտեսնեք։ Ձեր կյանքի որակը լավանալու է։ Հիմա ուզում եմ ձեզ, քանի որ խոսում էի կարիերայից, ձեր կարիերան զարգացնելու համար, ձեր CV-ն զարգացնելու համար, ձեր կրթության մակարդակը բարձրացնելու համար մի քանի հարթակներ խորհուրդ տամ, որտեղ կան շատ անվճար կուրսեր, ցանկացած մասնագիտության, եւ դուք կարող եք այդ կուրսերը անվճար անցնել, ուզում եք կարող եք սերտիֆիկատ ձեռք բերել, սերտիֆիկատները իմիջիայլոց վճարովի են բոլորում։ Ես մինչև այժմ չեմ հանդիպել անվճար սերտիֆիկատներ։ Իրանք բոլորը կազմակերպված են շատ ռեյտինգային համալսարանների եւ կրթական կազմակերպությունների կողմից, FutureLearn, Coursera, edX, իրանք սաղ լավն են։ Ուսումնասիրեք, նայեք, տեսեք, տարբեր մասնագիտություններից կան կուրսեր, տարբեր մակարդակների համար։ Ինչպես սովորել անգլերեն։ Դե գիտենք, offline, online,
ես on-line եմ սովորացնում, դասատուն, որ գնում եք իրար մոտ, իրար կողք նստում եք, սովորում եք, դա offline ուսումն է։ Ուրեմն այսպես, on-line-ից շատ են հայերը վախենում, այնքան են գրում, որ ուզում եմ պարապել, որ ասում ես միայն on-line եմ պարապում, ասում են, վայ, կներեք, ես on-line այդքանը չեմ սիրում, բայց դու on-line արդյոք փորձել ես, կամ արդյոք լավ մասնագետի հետ ես փորձել։ Ինչպես offline դուք կարող եք գտնել լավ եւ որակով եւ անորակ դասեր, այնպես էլ online դուք կարող եք գտնել շատ որակով եւ շատ անորակ դասեր։ Փորձեք, նայեք, տեսեք, offline-ի լավը հա այն է, իրար կողք նստում եք, խոսում եք, բայց իմաստը որն է, ասենք, սենց կարող է ինձ չեք տեսնում։ Մեկը ոչ կպնելու եք, որ ձեռ եք տալու, մեկը խոսում ենք, իրար լսում ենք, իրար հասկանում ենք, բացի դրանից on-line-ը հնարավորություն է տալիս այս 21-րդ դարի այդ տեխնոլոգիական բոլոր հմտությունները օգտագործել դասի ժամանակ։ Ինչպես սովորել անգլերեն։ Կարող ենք սովորել դասատուի հետ, դա պարզ է, եւ on-line եւ offline կարող ենք սովորել դասատուի հետ, դա ամենահեշտ, ամենաարագ ու ամենաէֆեկտիվ մեթոդներից մեկն է։ Դասատուն շատ հեշտ կհասկանա ձեր անգլերենի իմացության մակարդակը, ձեր նպատակը, ձեզ ինչ է պետք, ինչ ժամկետներում, շատ հեշտ է։ Բայց եթե չկան ռեսուրսներ, եթե ինչ-որ հանգամանքների բերումով չեք կարող դա ձեզ թույլ տալ, կամ ուղղակի ոչ մեկի դեմքը չեք ուզում տեսնել, կարող եք միշտ էլ ինքներդ սովորել։ Հնարավոր է ինքնուրույն։ Էն էլ ոնց է հնարավոր։ Այո, իմ օգնականը Այդան ինքնուրույն փոքր, չէ, այդքան է շատ փոքր քաղաքից չէ, բայց դա Հայաստանի մակարդակով այդքան է փոքր քաղաքից չէ, բայց ինքը միայնակ ուղղակի դպրոցում սովորել է ու միայնակ պատրաստվել է իր ընդունելության քննություններին, փայլուն գնահատականներ է ստացել եւ անվճար ընդունվել է։ Մեն միայնակ է սովորել, ամեն ինչ հնարավոր է, բայց ասեմ ձեզ, միայնակ լավ motivation-ա պետք, լավ կամքի ուժ է պետք եւ կոնկրետ նպատակներ են պետք, որ իմանաք ինչի հետևից եք գնում։ Նենց որ եղիր Այդա, եթե չես կարող քեզ թույլ տալ դասատուի հետ պարապել։ Ինչ եմ ձեզ խորհուրդ տալիս մենակ սովորելու համար։ Ուրեմն, եթե ունեք iPhone-ներ, մեջը կա podcasts, քաշում եք, մեջը պետքա որ լինի, քաշել պետք է չի, բացում եք ու եթե սկսնակ եք, voice եք տալիս English for beginners։ Այս British Council-ը շատ լավն է, այնտեղ խոսակցականի վրա է հիմնականում խորանում, տարբեր սիտուացիաներում դիալոգներ, բառեր եւ այլն, շատ օգտակար կլինի, նայեք, տեսեք, կհավանեք, կսովորեք։ Կարող եք գրել English for pre-intermediate, intermediate, upper intermediate, advanced։ Podcast-ը ինչա դուք լսում եք եւ սովորում եք, շատ լավն է։ Եթե iPhone չեք օգտագործում, YouTube-ում կարող եք գրել podcasts for beginners, English podcasts for beginners։ Ուզում եմ խոսել անգլերեն, շատ լավ ես անում, ուզում ես ուրեմն հաստատ կխոսես։ Ինչպես ամենակարևոր բանը այս աշխարհում, ընդհանրապես ոչ միայն անգլերենի համար, այլ նպատակ ունենալ։ Առանց նպատակի մարդը ընդհանրապես ում է պետք, կամ քո կյանքը ինչ արժի առանց նպատակի։ Հա, արթնացիր, հաց կեր, պարկիր, քնիր, հետո բոլորիս վերջում մեկն է, չէ՞։ Բոլորս էլ գիտեք վերջում ուր ենք հայտնվելու, բայց քանի ծնվել ենք, քանի ունենք այս հնարավորությունը, եկեք նպատակներ դնենք եւ հասնենք։ Այնքան հեշտ է մտածել, հա դե իրան հեշտ է, իրան իր պապան է սաղ տվել, այնի լավ տեղ է ամուսնացել։ Ասեմ ձեզ, որ ոչ, դա ուղղակի Instagram-ով է թվում։ Իրականում, երբ որ ցանկացած հաջողակ մարդու տակն էլ փորեք, ամեն ինչ սկսվել է նպատակից։ Մարդը դրել է նպատակ, այնուհետև այդ նպատակին հասնելու քայլեր եւ առաջ է գնացել, կխոսենք դրա մասին, ունենում եք նպատակ։ Սովորելու համար ինչ նպատակ։ Ինչու ես սովորում անգլերեն, ինչու ես ուզում իմանալ անգլերեն։ Այդ հարցի պատասխանը քեզ արդեն կօգնի, դու հասկանաս, թե ինչ ձևի դու արդեն սովորես։ Եթե քեզ պետք է արտասահմանում top համալսարաններում աշխարհի սովորել
ուրեմն դու պետք է դրան մաքսիմալ լուրջ վերաբերվես։ Եթե քեզ պետք է գնալ Ամերիկա green card-ը շահել ապրելու, ցենց թե որ իմանաս, էլի նորմալ է, օրինակ եմ ասում, կամ եթե քեզ ընդամենը պետք է ճամփորդելու համար, դու արդեն կիմանաս, որ քեզ պետք են ֆիքսված արտահայտություններ, ֆիքսված դիալոգներ եւ արդեն կհասկանաս ինչ անես։ Նպատակները հասկացեք ինչու սովորել անգլերեն։ Այսօր մտածեք եւ այդ հարցի պատասխանը գտեք։ Մերը ասելով, անկանոն բայերը սովորեք։ Անկանոն բայերը չիմանաս, մոռացիր, որ կարող ես անգլերեն խոսել։ Ինչպես ասել, ես գնացի խանութ, եթե դու չգիտես անկանոն բայերը։ Չես կարող ուղղակի ասել։ Անկանոն բայերը համել անգլերենում ամենաշատ գործածվող բառերի ցանկի մեջ են մտնում։ Ուրեմն, անկանոն բայերը կարող եք սովորել խմբերով, իրանք խմբերի են բաժանվում, օրինակ bring, brought, catch, caught, fight, fought, teach, taught, think, thought, նույն ձև են դառնում։ Ու այդպես խմբերով կամ ամենաէֆեկտիվ մեթոդը image եք մտնում, թերթում եք ներքև, գտնում եք շատ կարևոր անունով վիդեոն եւ այնտեղ երկրորդ վիդեոյի մեջ ես ցույց եմ տալիս ինչպես դա անել շատ հաճելի ձևով ու արագ։ Եթե ձեզ պետք է ուղղակի միջին մակարդակի խոսել, այնքան որ սիտուացիայի տակից դուրս գաք, այնքան որ ճամփորդելուց չմոլորվեք, հոթելում կարողանաք ասել ինչ եք ուզում, այրապորտում կարողանաք ասել ինչ է ձեզ պետք, սովորեք ֆիքսված երկխոսություններ։ Ուղղակի անգիր սովորեք։ Ես խոստանում եմ, որ ես ձեզ համար կստեղծեմ guidebook, dialogue book, որտեղ դուք կունենաք ֆիքսված երկխոսություններ ցանկացած կյանքի ցանկացած սիտուացիայում, դե այսպիսի սիտուացիաներում եւ սովորեք ընկերոջ հետ պարապեք, թող մեկը լինի speaker A-ը, մեկը լինի speaker B-ն, խոսող մեկը, խոսող երկուսը իրար հետ դիալոգներ արեք, պարապեք։ Դա ձեզ կհերիքի, որպեսզի հոթելում սրբիչ ուզեք կամ ինչ-որ բան ուզեք։ Կա այսպիսի համոզմունք եւ նաեւ research է արվել անգլերենում 100 ամենաշատ գործածվող բառերը։ Դրանք իրոք շատ գործածվող են, գրեթե բոլորն էլ իմանալու եք, բայց եթե դեռ elementary level-ում եք գտնվում, առաջարկում եմ գոնե այս 100 բառը շատ լավ իմանալ։ Իրանք ուղղակի ամեն քայլափոխին հանդիպող բառեր են, Telegram-ում կտեղադրեմ։ Ու արդեն այդ բառերով էլ ուրիշ բառակապակցություններ եւ այլն։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես սովորել նոր բառեր։ Իմ ամենասիրելի թեման է, իմ ամենասիրելի մեթոդներն են, որոնցով հիմա կկիսվեմ ձեզ հետ։ Մենակ թե մի հատ ջուր խմեմ նոր։ Հեսա քույրիկս որ նայի, ասել ու կոկորտը քի ես տենց անում։ Չես կարա զսպես։ Չէ, չեմ կարա, որովհետև ցավում է։ Հիվանդ եմ։ Գնացինք։ Ինչ ենք անում։ Այսպիսի կպչուն թերթիկներ ենք առնում, բոլորի տան մոտ կամ գրախանութ, բոլոր գրախանութներում վաճառում են շատ էժան են, առնում ենք գույնզգույն թղթիկներ, որոնք կպնում են։ Ուրեմն գրում ենք այն բառերը, որոնք ուզում ենք սովորել, մի անգամից 100 բառ չգրեք, հեսա դրա մասին կխոսենք, գրում եք 10 բառ, որոնք ուզում եք իմանալ։ Այդ 10 բառը գրեցիք, կպցրեցիք խալազիլնիկի դռանը։ Գնում գալիս եք նայում եք, գնում գալիս եք նայում եք, փորձում եք հիշել, մի կողմում բառը գրեք, մյուս կողմում էլ նախադասությունն ու թարգմանությունը գրեք, այդ բառով նախադասություն, որ կոնտեքստի մեջ սովորեք։ Ու այնքան եք գնում գալիս, մի քանի օր, այն որ առանց նայելու արդեն գիտեք, թե դա ինչ է նշանակում, ինչ նախադասությունն է, դա նշանակում է, որ այդ բառը արդեն ձեզ է պատկանում։ Շատ լավ մեթոդ է։ Պարտադիր չի խալազիլնիկի վրա կպցնեք, կարող է դուք ավելի շատ ժամանակ սենյակում եք անցկացնում, կարող եք զուգարանի դռանը կպցնել, կարող եք նոթբուքի էկրանին կպցնել, արդեն կախված թե դուք որտեղ եք ավելի շատ ժամանակ անցկացնում, որ ձեր աչքի դիմացը լինի։ Flashcards, ուրեմն քարտեր եք սարքում ձեր համար, մի կողմում էլի բառն է, մյուս կողմում կարող է նկար լինել կամ թարգմանությունը լինել եւ իհարկե անպայման նախադասություն կամ ինչ որ գոնե phrase այդ բառով, որպեսզի բառը սովորեք
կոնտեքստի մեջ, մեզ միայնակ բառեր պետք չեն։ Նայում եք այս կողմը, փորձում եք գուշակել, չեք հիշում, նայում եք այնքան, մինչև որ սովորեք բառերը։ Ֆլեշքարդները ինչով են լավ, դուք սարքում եք ու կուտակվում են իրանք, ու արդեն այստեղ կան այն բառերը, որոնք ձեզ պետք են, որ դուք սովորություն սարքեք կրկնելու։ Ամեն իրիկում մի հատ թերթեք, դրեք այս կողմ, կամ շաբաթը մեկ անգամ թերթեք, դրեք մի կողմ։ Ամեն օր ինչ-որ x քանակի բառեր, սովորություն սարքեք, արեք դա։ Եթե չեք հասցնում, գոնե մի հատիկ բառ, մի հատիկ, շատ կզարգանա ձեր բառապաշարը։ Մենակ թե այս լավ սովորությունը ստեղծեք ու գոնե փորձեք ինչ-որ ժամանակ, արդեն իրոք կդառնա ձեր համար սովորություն, կզգաք ինչքան օգտակար է եւ այլևս առանց դրա չեք կարողանա։ Ինչու եմ ասում x քանակի, ոչ թե 5 հատ, ոչ թե 10 հատ, ոչ թե 15 հատ, որովհետև մեկի ուղեղը օրական մի բառ է ընդունում, մեկին է 5, մեկին է 10, մեկին է 20, բայց խնդրում եմ այնց շատ մի վստահեք ձեր կարողությունների վրա, մի անգամից շատ բառեր մի սովորեք, որովհետև 100% կեսից շատը մոռանալու եք։ Քիչ արեք, բայց լավ։ Մեկը ֆլեշքարդները կուտակվում են, այդ բառերը ձերն անդադ կրկնելու եք։ Ինչպես արագ հարստացնել բառապաշարը։ Հարստացնում ենք օրական մի բառ ենք սովորում, բայց ոնց դա արագ անենք, որ թեկուզ մի բառի միջոցով շատ բան սովորենք։ Ահա եւ իմ խորհուրդները։ Սովորում ենք բառեր, որոնք եւ գոյական են, եւ բայ են։ Love, սեր, love, սիրել։ Milk, կաթ, to milk, կթել։ Work, աշխատանք, to work, աշխատել։ Դες ինչ լավ եղավ, հեշտ եղավ։ Հայերենում ենք այս բառերը օգտագործում, բայց մանավանդ նրանք, ովքեր ռուսերեն լավ գիտեն, բոլոր թիա վերջավորություն ունեցող բառերը ստանում են ation վերջավորությունը։ Ինֆորմացիա, information, motivացիա, motivation, convention, convention, intonացիա, intonation։ Սովորեք, շատ լավ մեթոդ է, արագ հարստացնելու, շատացնելու համար։ Հոմանիշներ եւ հականիշներ ենք սովորում, բայց խնդրում եմ մի խորացեք, եթե մի բառի սինոնիմը դուք պոիսկ տակ ինտերնետում, այնտեղ այսքան լիստ է բերելու, նույնիսկ այնպիսի բառեր, որոնք вообще չի օգտագործվում, այն առաջին 2-3-ը վերցրեք, դրանք ամենաշատ օգտագործվողներն են, սկզբի համար դեռ հերիք է։ Բայց շատ օգտակար է, ձեր խոսքը ավելի բազմազան կլինի։ Բառեր, որոնք մի քանի իմաստ ունեն։ Օրինակ, fire, կրակ, to fire, աշխատանքից ազատել։ Փորձում եք հիշել sense, օրինակ, to fire, մեկին աշխատանքից ազատում ես, արդեն կրակի մեջ ընկավ, էլի, ու տենց էլ ասոցիացիան ամենաուժեղ ձևն է, հեսա խոսելու եմ դրա մասին։ To miss, կարոտել, to miss, բաց թողնել, to miss the bus, ավտոբուսը բաց թողնել։ Եվ miss Լուսինե դիմելու ձև, չէ, օրիորդներին։ Բառեր, որոնք երկու լեզվում էլ նույնն են։ Organism, scandal, սկանդալ, cocktail, lemon, limon։ Ուղղակի սենց արեք անգլերեն ասեք կստացվի։ Բայց էլի օգնում է, որ ձեր բառապաշարի քանակը զգալիորեն մեծանա կարճ ժամանակներում։ Պարբերաբար կրկնեք։ Բոլորդ էլ հիշում եք, որ ինչ-որ քննությունից, թեստից կամ ինչ-որ քննությունից առաջ բոլորս էլ պատրաստ եղել դեպք, որ պատրաստվել ենք մի գիշերում, հաջորդ օրը գնացել 20-ից 20 ենք ստացել։ Ես ու իմ ընկերուհին միշտ տենց էինք անում։ Ամբողջ ընթացքում կարայինք փիլիսոփայության դասագիրքը չբացել, վերջին 2 օրը նենց էինք պարապում ու գնում էինք նենց էինք պատասխանում, որ մենք էլ էինք զարմանում, ոնց ենք այդքանը հիշում։ 20-ից 20-ը ստանում դուրս գալիս, հետո մի ամիս հետո ասում եմ Մարի, դեդուկցիան հիշում ես ինչա։ Մարի հայ, ինչքան եմ կարոտել։ Դեդուկցիան գիտես ինչա։ Ասում էր չէ, նար չեմ հիշում, որովհետև մի օրում սովորած եմ, որ ջրի բերած, ջրի տարած վիճակա։ Այսպիսի համոզմունք կա, իբր պետք է բառերը կրկնել 24 ժամ հետո 3 օր հետո 7 օր հետո, բայց ես ինքս իմ փորձի վրա կավելացնեմ ու իմ աշակերտների, որ
3 անգամ մի բառը կրկնելը շատ քիչ է, որ դուք դա հիշեք, այն հեշտ բառերը իհարկե Sunday, Monday, Tuesday, Wednesday, էդի անգիր հիշում ես, բայց արդեն ինչքան անգլերենի մակարդակը բարձրանում է, academic բառերը անհնար է 3 անգամով հիշել։ Շատ, ինչքան կարաք շատ, գրեք, նայեք, հիշեք, այդ իմ ասած թղթիկներով արեք, գոնե լավ, եթե ուզում եք ստուգել ձեզ, գոնե դադար տվեք, 7-րդ օրը կրկնեցիք, գոնե մի հատ մի ամիս հետո հələ կրկնեք, եթե հիշեք մի ամիս հետո, արդեն հույս է տալիս, որ գիտեք։ Մեր ուղեղը չի կարող այդքան ինֆորմացիա կուտակել։ Հիշողության 2 տեսակ գոյություն ունի՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Այն մեր պարապած քննությունները բան, դա կարճաժամկետ հիշողության մեջ էին, վաղը գնացինք իդեալական հանձնեցինք ու մոռացանք, ինքը իրան պետքա կրկնել այնքան, որ ինքը տեղափոխվի երկարաժամկետի մեջ ու վсё, մնա այնտեղ։ Բառերը սովորում ենք բառային ընտանիքներով, word families։ Interest բառը սովորել ես, շատ բարի, հեշտ է, հիմա նա ինչքան հեշտ ու լավ ու արագ կլինի, եթե դու մի անգամից սովորես interesting, uninteresting, interested, uninterested, to be interested and to be interested in։ Մի անգամից տեսան ինչքան բառ սովորեցիր, քեզ ընդամենը պետքա, իրանք էլ ընտանիքներ ունեն իրանց արմատը ու արմատից արդեն դուրս է գալիս։ Նենց որ օգտագործեք այս մեթոդը շատ լավն է, մի անգամից համել նույն բառը կսովորեք տարբեր խոսքի մասերով։ Ցենց է լինում է, որ մի քանի լեզվով ես խոսում, պլյուս Արցախի ու Ջավախքի բարբառները տանը, ուղեղդ կախվում է մեկ-մեկ։ Պետքա թարգմանել մտքում։ Ասոցիացիաներ եք անում, էսի շատ խնդալու է ու շատ հաճելի է, ու երբ որ ես իսպաներեն էի սովորում, քննության էի պատրաստում, մեծ քույրիկս ասում էր, թե փոքր քույրիկս, մեկը ասում էր, նարեկ հո կազմած ասոցիացիաները ավելի դժվար է հիշել, քան հենց բառը, բայց ես նենց էի visualize անում իմ մտքում, որ չէի մոռանում։ Օրինակ sting, գիտենք, որ կա այդպիսի երգիչ, թեկուզ եւ չգիտես։ Լյուբոյ բառ, որ չես հիշում, Google-ում poisk տուր։ Ինչ որ նկարներ կբերի, ինչ որ մարդու ազգանուն է, ինչ որ մարդու մականուն է, անուն է, կամ ինչ որ մեքենայի մաս է, հետո դու poisk ես տալիս online dictionary ու գտնում ես այդ բառի թարգմանությունն ու իմաստը։ Փորձում ես բառի իմաստը ու այդ նկարը իրար հետ կապել ու մտքում հիշել։ Հիշել, որ հա, էդի դրա անունն է, էսի սենց է ու տենց հիշում ես։ Օրինակ sting poisk տվեցիր, ինքը երգիչ է, ինքը նայում ես իրան, ոնց կապեմ է, բառի հետ, բառը նշանակում է կծել, խայթել, միջատի կծածը նշանակում է to sting։ Ասում ես, վայ, ինչ կծող հայացք ունի նապրիմեր, ու հետո դու հիշում ես sting, հա, sting-ը կծող հայացք ունի։ Կամ օրինակ եկեք փորձենք, տեսնենք ոնց կարելի է boy բառը շատ հեշտ հիշել, տղա։ Boy, հայերենում boy-ը գիտենք ինչա, հասակ, որ boy, տղա, պրիմիտիվ օրինակ եմ բերում։ Boy-ով, բուսաթով, boy-ով, boy, տղա է նշանակում, այ այդպիսի ասոցիացիա եմ մտքում գալիս։ Brainstorm ենք անում, մի բառ ենք վերցնում star, ու փորձում ենք մտածել, թե star բառի հետ էլ ինչ բառեր կարող են գալ, ինչ բառ մտքիդ գալիս է light, լույս, եսի moon, աստղ, shine, փայլել, ու տենց աստղի հետ կապված ինչ բառ գալիս է գրում ենք, նախ հայերեն ենք գրում, հետո թարգմանում ենք եւ սովորում ենք այս մեթոդով կարող եք մեջտեղը դնել ու կպցնել։ Շատ հաճելի ձև է։ Խնդրում եմ, ասեցի, նորից եմ ասում, բառերը միայն եւ միայն սովորեք կոնտեքստի մեջ։ Ուղղակի սովորել a mistake, սխալ, բա դու հետո ոնց ես ասելու սխալ անել։ Անելն էլ գիտես, որ դու է։ Դուն անելն է, mistake-ն էլ սխալն է։ Սխալ անել, ասելու ես to do a mistake, ու արդեն հասկացվելու է, որ դու կոնտեքստի մեջ չես սովորել, որովհետև անգլերեն կլինի to make a mistake։ Կոնտեքստի մեջ սովորիր, մինիմում ինչ որ ֆրազայի մեջ սովորիր։ Իսկ հիմա ես կասեմ, թե ոնց կոնտեքստի մեջ սովորես։ Օգտագործում ենք ոչ թե Google Translator, օգտագործեք Google Translator-ն էլ շատ լավն է, չնայած որ motherfucker թարգմանում է խայտաբղետ։ Ուրեմն, երբ էի թարգմանում, այդ վաղտ էի նայել, տենց չասեք, թե այդ բառը ինչի տա պետք։
Օգտագործում ենք online English dictionaries։ Անգլերեն բառը գրում ես, քեզ տալիս է անգլերեն բացատրությունը, ոչ թե հայերեն, այնուհետև քեզ տալիս է նախադասություններ այդ բառը ցանկացած ձևի օգտագործած։ Իմ ամենասիրելին դա Cambridge Dictionary-ն է։ Ինքը տալիս է ամենապրիմիտիվ հեշտ, sense elementary level-ի բացատրություններ, շատ հեշտ է իրանց բացատրությունները հասկանալը։ Բայց Macmillan-ն էլ է լավ, Oxford-ն էլ, Collins-ն էլ ու slang-ի համար Urban Dictionary-ն շատ լավն է։ Screenshot արեք, գտեք, նայեք, փորձեք, սովորեք։ Կոնտեքստի մեջ ինչպես լավացնել խոսակցականը։ Մի քանի տարբերակ ասեմ։ Էլի իմ քույրիկը, որ միշտ criticize է անում ինձ, դե positively էլի։ Միշտ ես որ ինքս իմ հետ խոսում եմ, ասում եմ դու կարող ես շիզոֆրենիա ունես, որտեղ ես միշտ ինքս իմ հետ խոսում եմ, ասում եմ, օքեյ, նարե, ինձ իմ ընտանիքում նարե են ասում, քանի որ իմ ընտանիքը մեծ է ու շատ նարիներ կան, տենց են ինձ ասում, օքեյ, նարե, վեր կաց, ուրեմն, ինչ ես ուզում, what do you want for today, what do you prefer, tea or coffee? I see you want some coffee today. Okay, let's make you some coffee. Ու ինքս իմ հետ այտենց խոսելով դնում եմ կուխնյա, լցնում եմ, ոնց եմ սարքում, ինչ եմ անում, սա որ ինքս իմ հետ խոսում էի, համ էլ հայելու դեմը։ Բայց ասեմ, որ շատ է օգնում, հետո գալիս է մտքիդ մի բառ, օրինակ, սպասի, պետք է հիմա շաքար լցնեմ, բա շաքարը ոնց է, չգիտես, պոյս ես տալիս շաքար, բերում է sugar ու սովորում ես։ Հետո, հիմա կան, են որ ասում եմ հիմիկվա տեխնոլոգիան ենքան հնարավորություն է տալիս, են որ ուղղակի անհասկանալիորեն հետաքրքիր է, ոնց է էլի ես եմ զարգացել, չես կարողանում հասկանալ, թե երբ եղավ, որ չնկատեցիր։ Ուրեմն, կան smart speaker-ներ, Yandex-ի ստեղծածը Ռուսաստանում շատ հայտնի է, մենք էլ ունենք Ալիսա, ասենք արթնանում եմ, ասում եմ Ալիսա, Включи մուզիկու ու ինքը միացնում է։ Ու Ալիսայի հետ ես խոսում եմ, կարամ ասեմ, Ալիսա, մի հատ անեկդոտ պատմի, ու ինքը սկսում է պատմել, ասում եմ, Ալիսա, եղանակը այսօր ինչքան է, Ալիսա, այսօր տրամադրությունը ոնց է, հետը սկսում եմ խոսել, ես դա իմ ռուսերենը լավացնելու համար եմ անում, բայց կան նաև անգլերեն խոսող smart speaker-ներ, որոնք հասանելի են AliExpress-ից սկսած մինչև Amazon։ Կա մեկը, որի անունն է Alexa, Alexa-ն անգլերեն է խոսում ու շատ հարմար է, իր հետ կարաս խոսես, իր պատմած անեկդոտները լսես, չնայած շատ տարօրինակ անեկդոտներ է պատմում, որ սկի խնդալու չի, բայց շատ լավ ձև է ու համել it's funny։ Հետո, կարող եք ձեր դասընկերոջ, ընկերների հետ կամ քույրիկի եղբոր հետ պայմանավորվել, որ պետք է շփվեք միայն անգլերեն։ Այ հենց այդ վաղ կիմանաք դուք ինչ գիտեք ու ինչ չգիտեք, ձեզ ինչա պետք սովորել։ Այդ վաղ դուք գրելուց կհասկանաք, որ այս ինչա գրել, այս բառը չգիտեմ, translate ես անում գրում ես, Google Translate-ում թեկուզ հայերեն գրի copy արադիր, բայց մեկը դու դրա մեջ ես լինում ու դու դիքը սովորում ես։ Շատ լավ ձև է, կարող եք արտասահմանից ընկերներ գտնել ու իրանց հետ գրվել, խոսել, դա էլ շատ լավ ձև է։ Հիմա անգլերեն ենք սովորում երգերի, վիդեոների, կինոների միջոցով, ինչպես դա անել ճիշտ, որպեսզի իսկապես անգլերենի գիտելիքները լավանան։ Երգեր լսելուց։ Ընտրեք բնիկ անգլախոսի երգ։ Եթե ես եմ անգլերեն երգում դնում, ճիշտ է, ես փորձում եմ imitate անել, բայց մեկը ես բնիկ խոսող չեմ։ Դուք գտեք, ասենք Justin Bieber, Adele, ես իմ ում եք սիրում, ձեր սրտի երգչին գտեք ու իր երգերը այնքան երգեք, մինչև սաղ սովորեք։ Գտեք այդ երգը YouTube-ում երգի բառերով, օրինակ Imagine Dragons, Demons ու անպայման գրեք lyrics։ Lyrics որ գրեք, ինքը արդեն կբերի այդ երգի բառերը։ Lyrics որ գրեք, արդեն ձեր դիմաց կլինի տեքստը, դուք կլսեք ու կարդաք, արդեն տենց մի քանի անգամ կհասկանաք ինքը ինչ բառ է ասում։ Եթե առանց lyrics-ի լսեք, չեք էլ իմանա, թե ինչ է խոսում։ Լսեք երգը եւ դուրս գրեք անծանոթ բառերն ու բառակապակցությունները, ինչ չգիտես դուրս ես գրում, իրականում դժվարացվում, բայց ամեն երգի մեջ մի 5, մաքսիմում 10 անծանոթ բառ պետք է լինի սկսնակների համար, elementary level-ի համար,
որովհետև իրանք հեշտ են լինում ու համերսավ երգը կրկնվում է, չի անընդհատ, տենց մեծ տեքստեր չեն։ Google-ը բացում եք, գրում եք перевод песни Imagine Dragons Demons։ Ցավոք սրտի հայերեն թարգմանությունները չկան, բայց ռուսերենները կան լավ կայքեր, կարող եք բացել, ճիշտ է, մեկու մեջ անկապած թարգմանած լինում բառ առ բառ, բայց գոնե կհասկանաք, թե ինչի մասին է ընդհանուր երգը, որ իմանաք կարող անդր քֆր-մֆուր է, որ այդ երգը սկիչի երգեք, էլի, իմ ասա Cardi B են երգում, Հայաստանում լսում ես, աղջիկները TikTok են անում Cardi B երգով, բայց ասենք ընդեղ նենց բառեր ասում, որ հայերեն հաստատ չէին ասի։ Սովորեք բառերը եւ նույն երգը երգեք մի քանի անգամ ու ոչ թե մի օր ու միայն, այլ մի երգը մի 5 օրվա, մի շաբաթվա համար վերցրեք, օրը մի 5 անգամ երգեք, այնքան մինչև երգիչի հետ համահունչ կարող եք երգել եւ արդեն հասկանում եք, թե ինչ է երգում։ Արդեն երգը փոխում եք։ Բառերը կոնտեքստում սովորում եք, ֆրազաներով եք սովորում, արտասանությունը ընտիր է, imitate եք անում, շատ լավ է։ Քերականություն էլ է սովորում, օրինակ Beyoncé երգում է If I were a boy, ասում է stop, I were, ոչ թե I was, բայց ես I was եմ սովորել, ու հետո կարդում ես, տեսնում ես, եթե ես լինեի, անիրականը տենց ենք ասում։ Լուսողական հմտությունը իդեալական է զարգացնում և շատ լավ տրամադրություն է ապահովում։ Գտիր քո սրտի բնիկ անգլախոս բլոգերին YouTube-ում, լիքն են, լիքը, Այնքան լավն են, ավտոներ է սիրում, իմ ամուսինը ինձանից լավ անգլերեն գիտի, որտև 1000 տարի է անընդհատ ինչ ավտոների մասին վիճադուր գալիս, ինքը անդադար անգլերեն նայում է, մինչև հետո ռուսերենը լինում է, շատ է օգնում, ես իմ մեյքափ է սիրում, մեյքափ անող բլոգերների նայի, traveling է սիրում, էտի նայի, գրքեր է սիրում, ինչ ուզես YouTube-ում կգտնես, մենակ նայի բնիկ անգլախոս լինի։ Ստեղ մի բաներ եմ ուզում ասել, եթե քեզ ավելի շատ դուր է գալիս բրիտանական անգլերենը, ուրեմն բրիտանախոս մարդու գտի բլոգերի, եթե քեզ ավելի շատ նույնը երգերի մասին է, եթե ավելի շատ ամերիկյանը, արդեն ամերիկյան, it's logical։ Սովորություն դարձրու ամեն օր իրիկունը Instagram-ում ես կոմենկոմ Timothy Gigan, ես շատ իմանամ ով ում նայելու փոխարեն 10 րոպե չես կարող թույլ տալ գոնե 2 րոպե YouTube-յան վիդեո նայի անգլերեն սուբտիտրներով ու նոր քնի։ Շոքեց երեխեք։ Արև դուրս չէր գալիս, լույսը նենց էի սարքել, որ իբր հետևս արև չկար տենց լավ լինի, հենա նենց է լավ, որ դե շատ լավ բան ենք անում, դրա համար արև է դուրս գալիս։ Ուրեմն, դուրս գրիր և սովորիր անծանոթ բառերն ու բառակապակցությունները։ Սուբտիտրների պահով պետք է պարտադիր սուբտիտրներով նայել։ Տենց համ visually դու նայում ես բառը, տեսնում ես, հիշում ես, ֆիքսվում է շատ լավ։ Համ էլ ավելի հեշտ է պրոցեսը սկսնակների համար, դադար տուր և կրկնիր խոսքը, 1-2 նախադասությունից հետո կարող ես դադար սխմել, օրինակելով ինտոնացիան և այլն, արտասանությունը, տոնայնությունը, կրկնում ես շատ օգտակար վարժություն է դառնում։ Watch movies or TV shows։ Կարճ էպիզոդներով սերիալներ եք նայում, որ չձանձրանաք, ընդեղ ժամերով պետք չի։ The Office-ը սիրում եմ, դրա համար եմ գրել, սրանք կարող եք նայել։ Ginny and Georgia, Never Have I Ever, Emily in Paris, սրանք այնքանով են լավ, որ թինեյջերների մասին են high school ու հիմիկվա են, որ իրոք օգտագործվող բառապաշարն այս կինոների մեջ շատ լավն է։ Չէ, Emily in Paris-ը թինեյջերի մասի չի, բայց էլի ջահել աղջիկա մասի է, շատ լավն են։ Էլի սբթայթլներով նույն պատճառով են, որ դուք տեսնեք, չլարվեք։ Իմիջիայլոց մեկ ձև էլ կա, եթե դուք արդեն ֆիլմը ռուսերեն նայել եք, կարող եք փորձել նույն ֆիլմը անգլերեն նայել, այլ դա էլ շատ օգնում է, էլ չես լարվում, հանգիստ պարտում քո համար նայում ես։ Ես իմ աշակերտներին միշտ պահանջում եմ, որ ամեն նայած վիդեոից, երգից, չէ, երգի բոլոր բառերն են հանում, վիդեոից և կինոներից անպայման ինձ համար 5 նոր բառ և բառակապակցություն հանել, բայց մի թարգմանեք, հա, ամեն բառ, կոնտեքստից փորձեք հասկանալ, եթե ստոպ-տակ ու սկսեք ամեն բառ թարգմանել, մի 20 րոպեանոց էպիզոդը 2 ամիս նայելու եք, պետք չի, պրոստը հանգիստ, relax նայեք, այնքան եք նայելու, արդեն անկախ քեզանից այդ բառը այնքան ես լսելու, սովորելու ես։
Պարտադիր չէ, որ ֆիլմեր նայեք։ Կարող եք նայել մուլտիկներ։ Շատ հետաքրքիր մուլտիկ կա Rick and Morty։ Այսա, Rick and Morty։ Իրանք վերջն են։ Իհարկե դա 18+ հանկարծ չնայեք փոքրիկներ, որտեղ նենց կոնտենտա, որ շատ բայց լավն է, հետաքրքիր է, խնդալու է, նայեք ու բառապաշարը շատ լավն է։ Կունգ-ֆու պանդան գիտեմ, որ գիտեք, շատ բարի է, շատ լավն է ու բառապաշարը շատ լավն է։ Այս Կոկոն եւ Դուշան, Soul, իրանք ուղղակի հրաշք են։ Նայեք անգլերեն, էլի բառապաշարը շատ լավն է, սուբտիտրներով նայեք, լավ կլինի։ Եթե ռուսերեն արդեն նայել եք, ավելի լավ, մի հատ էլ անգլերեն նայեք։ Ռատատույը գիտեմ, որ գիտեք, շատ լավն է ու շատ դանդաղ են իրանք խոսում, շատ հարմար է սկսնակների եւ ցածր մակարդակ ունեցողների համար անգլերենի։ Ահա եւ կայքեր, ես սա նաեւ թողել էի Telegram-ում, դուք կարող եք նայել, ստուգել, տեսնել, թե ձեզ որն է ավելի շատ դուր գալիս, օգտվեք, այնտեղ ռուսական էլ կա, բայց իմ ամենասիրելին եւ անփոխարինելին դա իհարկե Netflix-ն է։ Ուզում եմ անպայման տեղյակ պահել, որ Netflix-ը իր просто globally իր free subscriptions անվճար գրանցումները ռեգիստրացիան ու այդ փորձնական պերիոդը չեղարկել լա։ Եթե առաջ կարող էիք մի ամիս Netflix-ում գրանցվել եւ անվճար նայել, մի քանի օր շուտ ատմենա անել եւ այդ ամիսը անվճար օգտվել, հիմա չես կարող, բայց հասանելի գներ են։ 4000-ից 5000 դրամ է ամսական ու լավը այն է, որ դուք Netflix-ում կարող եք մի քանի կոմնատա բացել, ասենք իմ անունով, ընկերուհուս անունով, այն մյուս ընկերուհուս անունով ու դուք իրար չեք խանգարում։ Ամեն մեկը ձեր կոմնատա մտնում եք ու նայում եք ֆիլմերը, որտեղ կանգնացնում եք, այնտեղից էլ հետո շարունակվում է։ Կարող եք մի քանի հոգով հավաքվել, առնել ու լոգին պարոլը իրար տալ ու նայել։ Շատ լավ տարբերակ է։ Եթե ունեք փոքր բալիկներ, եթե ունեք փոքրիկ քույր կամ եղբայր, սա եւս շատ լավ տարբերակ է։ Սրանից այն կողմ հեշտ ու հավես ու շատ լավ բառապաշար սովորելու ձև չկա։ YouTube-ում պոիսկ եք տալիս English Learning Songs for Kids ու այնքան վիժուալները լավն են, որ նենց ես հիշում ու երգերը նենց հեշտ են, անդադ կրկնվող, երգեք, պարեք, ուրախացեք եւ սովորեք։ Ես ինքս էլ մեկ-մեկ միացնում երգում եմ։ Ուրեմն, անգլերեն ենք կարդում։ Կարդալը շատերի մոտ է պրոբլեմ, հիմա բոլորս ավելի շատ նախընտրում ենք վիդեոներ նայել եւ այլն, բայց շատ իզուր։ Հենց սկսեք նորից կարդալ, կզգաք, որ վայ, գիրքը շատիկի ավելի լավ է։ Ուրեմն, բարձր ենք կարդում։ Նախ եւ առաջ ընտրում ենք adaptive գրքեր, որ ձեր մակարդակին համապատասխան լինեն։ Բարձր ենք կարդում։ Էս ինչ է, բարձր ենք կարդում, ուշադիր հետևում ենք արտասանությանը, մանավանդ զ եւ վ, ոչ թե վ։ Զ, ս, վ, չլսեմ, զ, վ, վ։ Աուդիոկնիգաներ ենք կարող ենք լսել, կան այնպիսի աուդիոկնիգաներ, audiobooks, որտեղ եւ տեքստն է բերում եւ համել լսում ես, շատ օգտակար է։ Imageless Love applications էլ կան, բայց շատերը հիմնականում վճարովի են, այն որ բայրի վրա մատը դնես թարգմանի բան, տենց բաներ կան։ Չենք թարգմանում ամեն հատիկ անծանոթ բառը։ Եթե դուք սկսեք թարգմանել ամեն հատիկ բառը, մի փոքր գիրքը կարդալու եք 2 տարի, որտեղ գրքերի մեջ շատ են մնում անծանոթ բառեր։ Թարգմանում եք այն բառերը, որոնք արդեն մի քանի անգամ հանդիպել եք, արդեն ներվերիդ ազդում է, էս ինչ է, տեսնես։ Բացում ես, նայում ես, մատիտով կարող ես գրել, մարդկա չի նախընտրում գրքի մեջ գրել, դուրս ես գրում։ Կամ մի պարագրաֆ կարդացել ես ու ընդհանրապես տեղ չի հասել, չի մտել, թե ինչի մասին է խոսքը, ուրեմն այդ բառերը սաղ անծանոթ են։ Այն կարգի թարգմանի, որ ուղղակի հասկանաս։ Սովորում ենք հաճախակի հանդիպող բառերը ասեցի։ Wildberries-ում կարող է բուքինիստում էլ լինի, կան այսպիսի գրքեր, իրանց տեսականին շատ քիչ են, բայց շատ լավն են։ Eat, Pray, Love, իմ ամենասիրելի գրքերից եւ կինոներից մեկն է։ Այստեղ գրված է
upper intermediate, intermediate, pre-intermediate, ձեր մակարդակի համապատասխան գիրք եք ընտրում, սրանք ինչով են լավ, սրանք ռուսական գրքեր են ու անգլերեն տեքստերից բացի այնտեղ ռուսերենի հետ մեկտեղ գալիս է բառապաշար եւ այլն։ Օրագիր ենք պահում, դպրոցական աղջիկներ, սիրում եք թե նման փոքրիկ բաներ անել։ Նաեւ դուք մեծահասակներ, մենք մեծահասակները կարող ենք մեզ դա թույլ տալ։ Դա չի նշանակում, որ կյանքիդ ամեն մի էպիզոդը պետքա գրես կամ բոլոր սիկրետները գրես։ Անգլերեն պարապելու համար ենք անում։ Վերցնում ես օրագիր, վերցնում ես մի հատ փոքրիկ գրիչ, տղաներ սիրուն գրիչ եք վերցնում ու սկսում եք գրել։ Ամեն երեկո կարճ գրեք, թե այսօր ինչ եք արել։ Արթնացել եմ, սենց եմ արել, հանդիպել եմ սրան, սենց ենք արել։ Ու այստեղ ուսման սովորելու process-ը սկսվում է, որովհետև գալու են նենց բայեր, որ դու հայերենում արել ես, ու դու անգլերենում չգիտես, ու դու արդեն թարգմանելու ես, գրելու ես, սովորելու ես։ Գրում են, ես չեմ ուզում անգլերեն սովորել, ես ուզում եմ ուղղակի խոսակցական։ Ժողովուրդ ջան, սա լեզու է, լեգո չենք հավաքում, որ մենակ խոսակցականի լեգոն լինի կամ ինչը։ Ուրեմն, կան բազային թեմաներ, որոնք առանց իմանալու դու ուղղակի չես կարող նախադասությունները կապել իրար։ Կուկլայի նման անգիր կասես, բայց հետո հենց մի բան են չգնա, մի լար փոքրի, դու արդեն չես կարողանա այդ բաները ասել։ Իհարկե, արդեն ովքեր որ ուզում են զուտ խոսակցական, իրանց հետ արդեն դժվար քերականական թեմաներ եւ այլն չենք անում, իրոք խոսակցականի վրա ենք խորանում։ Առօրյա խոսակցականը ինչ է իրանից ներկայացնում, այն ինչ դու տեսնում ես, բաժակ, ժամացույց, խալադիլնիկ, սեղան, նոութբուք, ինչ քո շուրջը դու տեսնում ես, փողոցով քայլում ես, սվետաֆոր, զեբրա, եսիմ, մարդ, ինչ տեսնում ես, այ դա քո առօրյա խոսակցականն է։ Դու ուր գնում ես, ինչ անում ես, սովորություն սարքի, գնում եք սուպերմարկետ բան եք առնում, բոլորի վրա համարյա անգլերեն բառերը գրած են։ Նայեք, ուշադրություն դարձրեք, դա հենց ձեր առօրյա խոսակցականն է։ Եթե առօրյայում ինչ բառ ձեզ շրջապատում է, ինչ իր ձեզ շրջապատում է, այդ բառերը իմանաք, դա արդեն շատ մեծ բան կնշանակի։ Խոսակցականը ինչպես ենք զարգացնում, ընդհանրապես անգլերեն սովորելու համար շատ, հիմա այնքան պատկերացնի շատ է, որ իրանք պահանջը այնքան շատ է, որ բան են անում, ամեն ով ինչ կարողանում է անում է այնքան, որ մի քիչ անգլերեն սովորացնի ու փող աշխատի, բայց կան շատ թույն պրոգրամաներ, այս երկուսը շատ լավն են, ուղղակի Lingua-Leon вообще իմ ամենասիրելին է, բայց սա գժվել են, առաջ թե շատ անհասանելի, անվճար հասանելի բաներ կային, հիմա սա անհասանելի են դարել հիմնականում, մի քանի բան անվճար փորձում ես, հետո արդեն պահանջում է, որ առնես, բայց փորձեք, այստեղ է լիքը բաներ կա, որ կարող եք սովորել, անվճարից էլ օգտվել, փորձեք, տանդեմի մասին Instagram-ում պատմել էի, GoFluent-ի մասին, իրանք հարթակներ են, GoFluent-ը այդտեղ մտնում ես, աշխարհի տարբեր մասերից մարդիկ են մտնում ու մի հատ teacher-ը լինում, իրանց հետ group lessons ես ունենում, իմ եղբայրը փորձում է եւ ամենևին էլ չի ասում, թե վճարովի է, դժվար է, ասում է, որ անվճար է ու շատ հավես է, փորձեք։ Տանդեմը ես ինքս չեմ փորձել, բայց իմ ռուս ընկերներից շատ են փորձում, ասեմ, որ սա ծանոթության կայք չի, ամեն ինչ ես ինչ ինֆորմացիա ձեզ տալիս եմ, ստուգած, չափած, ձևած է, սա այս հարթակը նախատեսված է հենց անգլերեն կամ ուրիշ լեզու սովորելու համար։ Նպատակը այն է, որ ես իրան սովորացնում եմ հայերեն, ինքին սովորացնում եմ անգլերեն։ Իրանք նենց են անում, որ ինքը քո ուզած լեզվով է խոսում, դու իր ուզած լեզվով։ Փորձեք, հետաքրքիր է թվում։ Արագ եմ խոսում, որտեղ շատ բան եմ ուզում ասել ու չեմ ուզում 3 ժամանոց լինի, որ դեռ ժամանակը խնայենք։ Եթե ինչ-որ տեքստ եք գրում, իմիջիալը ժողովուրդ, ընդեղ արտադրության պահով մոռացա ասեմ, գրել էի, որ հիշեմ ասեմ, գրքեր, որ կարդում եք, ինչ-որ lines վերցրեք, տողեր և արտագրեք։ Արտագրությունը ձեզ շատ է օգնելու, որպեսզի ձեր ուղեղը հիշի բառերը։ Մենք հիմա տպում ենք, ամեն ինչպես տպում եմ, ինքը autocorrect է անում,
ու ես տենց էլ չհասկացա, բայց ոնց էր սխալ եմ գրում ուղղելա ու տենց է չի բանանում ֆիքսվում։ Իսկ դուք եթե արդեն ձեռքով սկսեք գրել, դա շատ օգտակար exercise է։ Եթե երկար աշխատանքներ եք գրել կամ մեյլով ինչ-որ կարևոր գործնական նամակ եք գրել եւ ուզում եք տեսնել ճիշտ է թե սխալ է, օգտագործում ենք grammarly.com։ Ես ամերիկանում սովորելուց շատ էի օգտագործում, նույնիսկ պրեմիումն էի ձեռք բերել իրա, բայց ձեզ պրեմիումը պետք չի։ Մի փոքր բան թարգմանելու համար իրա սովորական տված ամեն ինչն է ձեզ հերիք է։ Copy եք անում, paste եք անում, դնում եք enter ու ինքը արդեն թարգմանություն չէ, ստուգած տարբերակը տալիս է ձեզ, բոլոր քերականական սխալները ցույց է տալիս, ընդգծում է եւ ճիշտն է ցույց տալիս եւ նաեւ կարող եք կարդալ թե ինչու է դա սխալ, մյուսը ճիշտ։ Ես իմ թեզը ամբողջությամբ սրանով եմ ստուգել ու լավն է։ Չեմ կարող ասել 100%-անոց սաղ ցույց է տալիս, բայց ահա լինի 80%-ով ցույց է տալիս։ Մանավանդ այն շատ արվող սխալները։ Ինչպես կենտրոնանալ սովորելու ժամանակ։ Պրոբլեմ է սա։ Բոլորս կախված ենք մեր հեռախոսներից, բոլորս կախված ենք մեր նոթբուքներից եւ Instagram-ից հատկապես կամ YouTube-ից։ Նախ եւ առաջ, ինչ եք կերել, խմել եւ այլն, սեղանը հավաքում են։ Սեղանը եթե թափթփված լինի, ինչ որ մի բան լինի, ձեր ուշադրությունը շեղելի է։ Մաքուր սեղան։ Schedule ենք կազմում, ինչից ենք սկսում, ինչ պիտի սովորենք, որ օրվա համար ինչ ու անպայման հետևում ենք դրան։ Կազմում ենք real schedule։ Եթե այնտեղ ասենք դրես մի օրում 1000 բառ, դա սուտ բան է, դու գիտես քեզ, դու գիտես քո կարողությունները, դու այնպիսի բաներ կազմի, որ դու գիտես, որ դու դա կարաս անես։ Ինչը մեզ շեղում է, հեռացնում ենք սենյակից, ոչ թե սեղանից։ Այսի եթե իմ մոտ դրած է, ես չեմ կարող աշխատեմ։ Այսի ես տանում եմ միշտ սենյակ ու հետո գալիս եմ սկսում եմ աշխատել, որովհետև ես կախվածություն ունեմ հեռախոսից։ Դուք էլ տենց արեք, ինչը դες շեղում է, տանում եք մյուս սենյակ, փակում եք։ Եթե ունեք շունիկ, կատու, բոլորին հանում եք սենյակից։ Դες ոչ մեկ պետքա չշեղի։ Ոնց ենք անում։ Սկսում ենք հեշտ աշխատանքներից։ Ինքան շատ բան կանելու, հեշտ, դժվար, մի քիչ նորմալ, հեշտ անում ես, ծալում ես, մի կողմ ես դնում, ասում ես, լավ էր, բաց չէ, warm up, էլի ռազմինկա է։ Հենց արդեն մոտիվացիա տրամադրությունը փելելա, սկսում ես անել ամենադժվարները։ Ամենադժվարները ոգևորված, որ արեցիր պրծար, արդեն զգում ես, որ տակը բաներ չմնաց, այն միջին ծանրության բաժություններն է բռնում այդ բախտես անում։ Սովորելուց էներգիա ենք ծախսում, շատ ենք խոսում, շատ ենք շարժվում եւ այլն, չգիտեմ, շարժում եք թե չէ, ձեռքը էլի։ Մեզ պետք է էներգիա, նենց որ կարակ կոֆե, չայ, խնձոր, մնձոր, take a break, մեկ վեր կացեք, բալկոն դուրս եկեք, մաքուր օդ շնչեք, զգացեք ինչ սիրուն է կյանքը, ինչ մաքուր է օդը ու ինչ սիրուն է երկինքը, հետ եկեք ու շարունակեք։ Study partner, ես օրինակ համալսարան Մարին նորից պրիվետ։ Մարին իմ study partner-ն էր համալսարանում, ես ու ինքը իրար զանգում էինք, ասում ենք, «Всё, արի այս մի ժամում այսքան սովորենք»։ Ու ես որ նստում էի, որ ալարում էի, ասում էի, լավ, հեսա Մարին կպրծնի կզանգի, կասի, հա, չենք անցնում առաջ, նույնն էլ ինքը։ Ու շատ հեշտ է լինում, տենց իրար հետ առաջ գնալը, իրարից հարցնում էին, գտեք ձեր համար study partner։ Եթե study partners չեք սիրում, կարող եք հայելու դեմը ինքներդ ձեր հետ, ես տենց էլ եմ արել, շատ հեշտ ստացվում է։ Set priorities, say no։ Երկու ամսից քննության ես, բայց ընկերներդ քեզ կանչում են դուրս, լապիացայում մի հատ սառը սուրճ խմելու։ Ժողովուրդ, լապիացան չի փակվելու, սառը սուրճը չի պրծնելու, ընկերներն էլ չեն կորելու։ Մտածեք, ինչն է ձեզ համար այս պահին ավելի կարևոր։ Դուք ունեք deadline, դուք գիտեք, որ 2 շաբաթից 2 ամսից ձեր քննությունն է։ Սովորեք ասել չէ։ Ասեք կներես, ես շատ եմ ուզում գալ քո հետ կոֆե խմելու, քո հետ խոսել ժամերով, բայց
2 ամիս հետո ու ձեր կյանքը կփոխվի, եթե սովորեք ոչ ասել ընդհանրապես միշտ ամեն ոլորտում ու ամենտեղ։ Ինչպես ճիշտ բաշխել ժամանակը։ Սա միշտ պրոբլեմա։ 24 ժամը, բայց ոչ մի ձև չի հերիքում, բայց իբր հետո հետեսնայում իբր ինչ եմ արել, որ չի հերիքում։ Լավ, ես այդ общий time management-ի մասին չեմ խոսելու, ուղղակի անգլերեն սովորելու համար խնդրում եմ, քիչ-քիչ արեք, բայց ամեն օր արեք։ Եթե դու շաբաթը 2 անգամ պարապես ու ամեն օր 10 ժամ նստես, քեզ դա այն էֆեկտը չի տալու, եթե դու դա անես ամեն օր, բայց 10-15 րոպե, հավատա, փորձիր, վստահիր եւ կտեսնես, որ ճիշտ եմ ասում։ Սովորություն սարքեք, էլի գալիս ենք հետ նույն սովորություններին, օրական այդ 24 ժամվա մեջ քո համար 20 րոպե տրամադրել անգլերենին, դա ինձ թվում է լրիվ ռեալ է։ 5 րոպե reading արա, 5 րոպե listening արա, 5 րոպե writing արա, 5 րոպե speaking արա։ Դա չէ speaking կարաս մի քիչ շատ անես։ Ու տես, որ ուղղակի challenge-ներ ձեր համար դրեք ու կտեսնեք, որ Ես ինչ լավ է, ես ոնց սենց եղավ, ես քիչ սենց չէի անում, ուղղակի սկսեք։ Challenge-ը շատ կարևոր է, բայց ուզում եմ դրա մասին վերջում խոսել։ Ինչպես հասնել նպատակին։ Չվախենալ։ Չամաչել, այնքան են գրում ամաչում եմ խոսել։ Ումից ես ամաչում։ Ինչից ես ամաչում։ Վատ բառեր ես խոսում, թե ինչ։ Ուրեմն հայերեն սխալ-մխալ խոսում ենք չենք ամաչում իրարից, անգլերեն սխալ խոսելուց ենք իրարից ամաչելու։ Ժողովուրդ, եթե դաժե կան այնպիսի անմակարդակ ու դեբիլ մարդիկ, որ ձեզ կարան կանգնեն ասեն, հա, անգլերեն խոսալեր չգիտես, ֆու, հələ սրա անգլերենին նայ, ով, էս ինչ է իրան դրել, անգլերենսկի չգիտի խոսումը, պրոստո թքած ունեցեք նման մարդկանց վրա, դուք սովորում եք, չի կարա լինի դու մեջդ պահես, մտածես, ասես, երևի մի ամիս հետո պատրաստ կլինեմ, չի լինի, 5 տարի էլ սովորես, եթե առաջին անգամ սկսես խոսել, դու 100% սխալներ ես անում։ Նենց որ սկսիր հիմա, ցանկացած հնարավորություն դաս պատմելա համալսարանում, վեբինարների մասնակցելա, հարց-պատասխան անելա, ցանկացած հնարավորություն օգտագործիր, հայատում, փողոցում տուրիստ ես տեսնում, կանգնի հետ 2 բառ խոսելա, բա խի ես եկել, բա ոնց է քեզ դուր գալիս Հայաստանը, զբաղվիր քեզանով, եթե դու ամաչես ուրիշներից, ուրիշները տենց քեզ վատ բաներ ասելով, գիտես ինչքան հեռու կգնան, իսկ դու այդ վատ մարդկանց պատճառով մնալու ես ներքևում, նենց որ ոչ մեկից չես վախենում, ոչ մեկից չես ամաչում, դու ես, քեզ ոչ մեկ իրավունք չունի բան ասի, ով էլ ասում է, թող այնքան ասի, որ եթե քո մեջքի հետևն են ասում, չես էլ լսելու, քեզ ինչ, թող ասեն։ Իրականում ես ասում եմ, բայց ես էլ երբ որ իմ բլոգը բացել էի, ես էլ ունեի մի քիչ այդ վայբը, ես իրականում բացել էի բլոգը ռուսերեն ու հետո քույրիկներս ու ընկերուհիներս այնքան էին ասում, նոր բոմբա, սաղին ցույց տուր, ես ցույց չէի տալիս, ես երևի մի տարի մենակ ռուսների հետ էի աշխատում ու ես այնքան էի վախենում, որ հայերը կտեսնեն, որտեվ դուք ինքներդ գիտեք ինչա կատարվում, ինչքան են խոսում, հա բայց թող խոսեն, բայց երբ որ ես կիսվեցի ու այնքան մակարդակով լավ խելացի մարդիկ ինձ գրեցին, բայ մալադեց, ապրես դու շարունակիր, զարգացիր, արդեն այն մյուսների կոմենտները, որ նախ էլ ռուսերեն սովորի, հետո անգլերեն կսովորես, այ դրանցների ես արդեն սկսեցի ընդհանրապես բանի տեղ չդնել, իրանք այնքան չկան, որ այդպես բաներ են ասում, ընդհանրապես ես հարգում եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ բան են անում, ժամանակ են տրամադրում։ Սա էլ իմ ինքնազարգացման ու ինքնաճանաչման համար շատ կարևոր քայլ է։ Ու եթե ես հիմա վախենամ ինչ-որ մեկի կրիտիկայից, դուք հիմա այս վեբինարը կլսեիք, կրիտիկան լավ բան է, ու պետք է կրիտիկա ընդունելն էլ սովորել։ Կա constructive
criticism. Եթե քեզ constructive criticism են անում ու իրանք քո լավ ուզելով են դա անում, օրինակ ես ունեմ Ստեփանակերտում շատ լավ դասատու կա ու ես իրան դաժե խնդրել եմ, որ եթե մի բան նույնիսկ մի քիչ այն չի լինում, թող ինքը ինձ constructive criticism տա։ Ու ես իրան այնքան եմ սիրում ու շնորհակալ եմ, որ միշտ ինչ որ միշտ չէ, հաճախակի չի լինում իհարկե նման դեպքեր, բայց գրում ա քննարկում ենք ու դա ինքս իմ ինքնազարգացման համար եմ անում։ Աշակերտներից պահանջում եմ feedback, որ պահը նույնիսկ խնդրում եմ անկեղծ ասա, դուղից չի գալիս, որ ես փոխեմ, զարգանամ ու զարգացնեմ։ Այստեղ գիտեք ինչա գրված նպատակներ ունենալու ուժը։ Ասեցի, առանց նպատակ մարդը ում ա պետք։ Նպատակ ենք դնում եւ միջև նպատակ չունենանք, մենք չենք կարող դրան հասնել, եթե չունենանք։ Մեկ ասում ենք, որ անգլերեն սովորեի լավ կլիներ, գոնե սաղ կփոխվեր, բայց դու կոնկրետ նպատակ ունես անգլերենի հետ կապված, կարող է քո նպատակը ընդհանրապես անգլերենի հետ կապ չունի։ Դրա համար պետք է հստակ արդեն ասեցի, իմանալ ինչու սովորել անգլերեն, ինչու հասնել այս նպատակին, ինչ դա ինձ կտա։ Ու արդեն իհարկե սկսում եք պլան կազմել, քայլ 1-ը անում եք, քայլ 2, 3, 4, 5, 6 ու կամաց գնում հասնում եք ձեր նպատակին։ Ամենադժվարը այսը։ Всё, հետո ինքը իրան գնում է։ Ուղղակի սկսեք, just start։ Ինքներդ պարկած ժամանակ մտածեք ոնց եք դուք արդեն եկել եք նոթբուքի դեմը նստել եք ու սկսել եք ու всё, արթնացեք, եկեք ու սկսեք։ Ամենադժվարը սկսելն է, անընդհատ հետաձգում ես, վաղը մյուս օր, հələ ես էլ պրսնի հետո, բայց դու հետո սկսում ես ասում ես, էս է, որից ես քան ձգձգում էի, անպայման ուղղակի սկսեք։ Visualize starting, դրա մասին էի խոսում, պատկերացրեք ոնց եք սկսում ու արդեն այնքան կպատկերացնեք, դա կդառնա նորմալ, как будто արդեն արել եք ու եկեք ու սկսեք։ Visualize the result. Անընդհատ արդեն սկսում եք պատկերացնել, թե այդ տրիումֆը, ոնց կզգաք ձեզ, եթե դուք դա անեք ու դուք այդ զգացողությունները, որ imitate անեք, sense ձեր մեջ զգաք, ռեալ պատկերացրեք մենակ թե։ Օրինակ ես հիմա զգում եմ, որ հեսա վեբինարս համարյա փորձել եմ ու զգում եմ, որ ես դա արել եմ ու sense այնքան լավ եմ զգում, արեք, ժողովուրդ, փորձեք, անընդհատ փորձարկեք։ Միջև չանես չես իմանա պատկերացումները երբեք այն չեն ինչ որ իրականությունը։ Իհարկե դժվար է, շատ դժվար է։ Շատ, գիտեք իմ համար հեշտ է, ես օրական մինիմում 5 դաս տալիս եմ, հետո գտնում եմ բլոգս, մի հատ story միջև ձեր համար սարքում եմ, դուք տենց սիրուն նայում եք, բայց ես իրականում մի story մի 20 րոպե սարքում եմ, որ սիրուն ցույց տամ ձեզ։ Դժվար է, այդքան մարդ նայում է, դու ուղղակի ոչ թե իրավունք չունես, այլ ցանկալի չի, որ ինչ-որ միտեղ սայթ հակես, որտեղ 1000 հոգի հարձակվում են վրեդ։ Դժվար է շատ, որ այս վեբինարս կարող է 500 պլյուս 1000 հոգի նայեն, ես շատ իմանամ, 3000 հոգի նայեն, ոնց որ ինստագրամյան վիդեոները, իսկապես դա շատ պատասխանատու պահ է։ Ու գիտեք, քանի անգամ եմ միացրել վիդեոն, որ զապիս անեմ անջատել, մի բան չեմ ասում, մի բան թդոշ եմ ասում, անջատում եմ, բայց շունչ եմ քաշում, ասում եմ, դու եկել հասել ես ստեղ, դու կարաս, դու խոսք ես տվել, դու պարտավոր ես, դու սա սիրում ես, սա այնա դու ինչով ուզում ես զբաղվես, դու սրան երկար ես եկել, դու սա կարաս, ու ես համարյա հեսա պրծվում եմ, վերջում կասեմ։ Make a vision board, մի հատ թուղթիկ, մի հատ պլակատ եք վերցնում, Նյու Յորք եք ուզում գնալ, անընդհատ Նյու Յորքից նկարներ, տարբեր բլոգերների բան են, որ այդ ատմոսֆերան դուք մոտիկից զգաք։ Ես ասեցի, ես ուզում եմ Նյու Յորք գնամ ու Նյու Յորքի Times Square-ը ես նմանացնում եմ Moscow City-ին ու երբ որ գնում եմ Մոսկվա, ես միշտ անպայման գնում եմ այդտեղ, որ այդ ատմոսֆերան զգամ, հանկարծ իմ ցանկությունը ինձ բաց չթողնի։ Արդեն խոսացի, որ պետքա որոշել, կոնկրետ որ ժամի ինչ անել, ռեալ ընտրեք, քիչ ընտրեք, բայց որոշեք, այսօրը ես էս եմ անելու ու անպայման արեք։ Ու խնդրում եմ ձեզ մի մեղադրեք, մի ասեք, հա, всё, ես այսօր վաղն եմ անում, երկուշաբթի եմ ասում, կանեմ, երկուշաբթի օրվանից կսկսեմ, վաղը, ով լավ է վաղը։ Մեկ մի օր դու հասնելու ես այնտեղ, որ դու հասկանալու ես այդ ամեն ինչը, որ էսա, այնա, էդի սա պատճառաբանությունները, որոնք գտնում աստեղ, էդի սա արդարացումները։
Ու հետաքրքիր գիտեք որն է, որ ես էլ անդադ հետաձգում էի բլոգը բացելը, նորից վերաբացելը, անդադ ասում էի, էս եմ անելու, սենց անեմ հետո, անկյուն սարքեմ հետո, բայց հետո մի օր ամուսինս ասեց վերջ, գնում ենք Մոսկվա, քեզ ինչ որ պետքա քո անկյունը սարքելու համար առնեն։ Գնացինք, մենք Մոսկվայից մոտիկ ենք ապրում, գնացինք Մոսկվա, ուրեմն առանք ինչ որ ինձ պետք էր այդ սիրուն անկյունս, որ ես ունեի ռամկաներով, բաներով սարքած, առանք եկանք, ասում եմ, եթե դու հիմա էլ չսկսես, ուրեմն վերջ, այդ մասին ուղղակի էլ չխոսես։ Ու տենց ստիպված սկսեցի, բայց այնքան երջանիկ եմ, որ սկսել եմ, սա այն է, ինչ որ ես սիրում եմ, ու ես կանեմ։ Նենց որ այդ some procrastination այդ ձգձգելը, հետաձգելը, it's okay, դու մի մտածի, թե լավ, դա ուրեմն էսի իմը չի։ Պրոստը քեզ պետք է գալ մի օր հասնել նրան, որ դա ընդամենը արդարացումներ են քո համար, դու արդեն կսկսես դրան ուրիշ ձև նայել ու կհասկանաս, որ ժամանակն է, որ սկսես, ուղղակի սկսի։ Build good habits, լավ սովորությունների մասին խոսել ենք, մի բան, որ դու երկար անես, կդառնա քո սովորությունը ու արդեն էլ դժվար չի լինի, սկիզբն է դժվար։ Don't be afraid outside your comfort zone. Եթե քո կոմֆորտի զոնայից դուրս չգաս, քո կյանքը չի փոխվի, որովհետև ասեցի, դու նույն ձևով, նույն ռուտինով ապրելու ես ու քո կյանքում ոչ մի բան չի փոխվի։ Եթե ուզում ես մեծ բան, դու պետք է դրա համար շատ աշխատես, մեծ մտածես, մեծ աշխատանքներ վերցնես քո վրա ու իհարկե կոմֆորտի զոնայից որ դուրս գաս, այդ տրիումֆն էլ որ մի անգամ զգաս, էլ արդեն դրանից հետո դու չես կարողանալու կոմֆորտի մեջ ապրել։ Դու հենց կոմֆորտ եմ զգում, ասում եմ, «Փոփ, մի բան են չի, что-то relaxed վիճակ ա մոտս, պետքա մի բան փոխել»։ Как раз հենց այդ էր, որ ես որոշեցի, որ պետքա վեբինար անեմ ու մեկ քայլ էլ առաջ գնամ ես իմ գործնեության մեջ։ Այստեղ գրված է Do I really want to succeed։ Պահի տակ կանգնեք, խնդրում եմ ու մտածեք։ Արդյոք սա ինձ պետք է։ Արդյոք սա իմ նպատակն է։ Կարող է դուք արդեն սկսել եք ու բավականին երկար եկել եք, բայց բոլոր սխալները մարդկանց համար են։ Կարող է գալ մի պահ, որ դուք հասկանաք, որ դուք սխալ ճանապարհի վրա եք։ Ու մենակ այն փաստը, որ դուք այսքան ժամանակ է դա անում եք, դա չպետք է ձեզ ստիպի, որ դուք շարունակեք դա անել։ Անգլերեն միջև այստեղ սովորել ես, քեզ թվում է չես ուզում, դա քեզ դուր չի գալիս, թող։ Եթե դա քո նպատակների մեջ չի մտնում, քո նպատակներին հասնելու մեջ, դու գտիր այն activity-ները, որոնք քեզ մոտիկ են տանելու քո երազանքին։ Ինքդ քեզ մեկ-մեկ reward արա, ասենք ընկերուհուդ ծնունդի համար փող ես հավաքել, բայց սիրտդ այնքան է տալիս մի հատ գնաս Սևան, նայես ալիքներին ու հանգստանաս, ամեն ինչ էլ կանես, մի հատիկ վարդ կտանես ընկերուհուդ, պրոստը վերկաց ու գնաս Սևան, մի հատ նայել ալիքներին ու հանգստացի հետ արի։ Ես ինձ տենց բաներ շատ եմ թույլ տալիս, որովհետև դա ինձ ստիպում է, որ ես էլի անեմ, որ էլի գնամ։ Հիշիր, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Իհարկե, եթե դու ուզում ես անընդհատ հաջողություն ունենալ, դու անընդհատ շարժի մեջ ես լինելու, օդում պրոստը օդից չի գալիս, տեղը նստած չի գալիս, բայց իմացիր, որ կոնկրետ այս մի առաջադրանքը ինքը ընդմիշտ չի, դու պետք է շուտ անես, փակես, որ հետո նոր էջ բացվի։ Կան մարդիկ, ովքեր սիրում են, երբ որ մրցակցում են իրենց հասակակիցների հետ, իմիջիայլոց ես մրցակցություններ ատում եմ, դպրոցից էլ երբ որ մամաս ասում էր, տես արես, ինչ արես, տես արեն, ինչ անես, դա ինձ вообще դուր չէր գալիս, դա շատ սխալ է, երեխաներին չպետք է համեմատել ոչ մեկի հետ, չեմ ասում մայրիկս սխալ էր, մայրիկս ուրիշ տոնով էր դա անում, դա սխալ չէր, բայց ամեն դեպքում դուք զգացեք որոշ երեխաների հետ գործում է դա, որոշները սիրում են ու իրանց դա դրդում է, որ անեն, այդ դեպքում պետք է, բայց օրինակ կան երեխաներ ու կան մարդիկ, ում որ համեմատում ես ուրիշների հետ, իրանց դա դուր չի գալիս, ընդհակառակը դիմոտիվեյտ է անում, ու ես մրցում եմ ինքս իմ հետ։ Ես փորձում եմ նայել ես ով էի, ինչ եմ սովորել, ինչ եմ դարձել ու հիմա ով եմ։ Ու ով պետքա դառնամ, ու ես ինքս իմ մտքերի հետ, իմ պատկերացումների հետ միշտ մրցում եմ։ Դա ինձ համար ավելի շատ լավ է գործում։ Through interest and fun.
Էլի եմ ասում, եթե անգլերեն սովորում ես ինչ-որ բանի համար, բայց դա քեզ դուր չի գալիս, թող, մի արա։ Կամ դու գտիր այնպիսի դասատու, այնպիսի մարդ, ով այն քո համար հետաքրքիր կսարքի, կամ եթե ոչ մի դեպքում այն քո համար հետաքրքիր չի, դու նորից մտածի, քո նպատակին հասցնելու համար արդյոք այն պետք է նշի, թե 100%-անոց ամենտեղ անգլերեն է պետք։ Ցանկացած բան, որ անում ես, հավեսով արա։ Justin Bieber-ին ես սիրում, հավեսով երգեր լսի այնքան անգիր արա, որ անգլերենդ լավանա։ Вообще, ինչ որ անում ես, вообще, եթե դու սիրով ես դա անում, դա քո մոտ ստացվում է հաճույքով։ Ինձ շատ են հարցնում, չես հոգնում, լավ, ոնց տենց կլինի, այդքան ժամ աշխատում ես, մի հատ է բլոգդ, աչքերդ ցաղոր հեռախոսի մեջ, ես վայելում եմ, ես իմ ամեն դասը իմ համար ոնց որ խաղ լինի, մարդ վիդեո խաղ է խաղում հանգստանում է, ես իմ համար իմ աշխարհն է, ես դրանից չեմ կարող հոգնել, հաճույքով արա, որ հաճույքով էլ հաճելի ռեզուլտատներ ունենաս։ Վերջ, ես ավարտին եմ հասցնում մեր հաճելի վեբինարը, մի վախեցեք, ոչ մեկից, ոչնչից և ինքներդ ձեզնից ու ձեր մտքերից էլ մի վախեցեք, լավատեսեղ եք, մերչում բոլորս մեռնելու ենք, բայց ծնվել ենք, ինչու չանենք, եթե ուրիշներն են անում, մենք ինչով ենք պակաս, ոչ մի բանով, եթե դու ինչ-որ հաջողակ, ինձ եղել է, հաջողություն ունեցող, սենց հաջողակ մարդկանց հետ շփվում եմ, խոսում եմ, ասում եմ, այ քեզ բան, բայց ես իրանից շատ ավելի բան գիտեմ, քո իմացածը ոչ մի բան է, եթե դու քայլեր չես ձեռնարկում։ Շատ էլ կան, չէ՞ ասում ես, օй, երկու տառ իրար կապել չգիտի, բայց նա ինչ բիզնեսներ ունի։ Լավ է անում, կարողանում ես դու էլ արա, իսկ դու գիտես, որ դու կարողանում ես, պետք է պրոստը սկսել։ Մինչև չսկսես, թվում է թե անհնար է։ Ուղղակի դա ոչ գիտելիքների մասին է խոսքը, ոչ արդեն իսկ անգլերենի մասին չի խոսքը, ոչ գիտելիքների մասին է խոսքը, ոչ էլ քո կարմիր դիպլոմների մասին է խոսքը։ Այստեղ խոսքը աշխատասիրության ձգտման մասին է եւ դու պետք է հստակ իմանաս ինչ ես ուզում այս կյանքի։ Հենց քո նպատակը հստակ իմանաս, հաստատ այդ նպատակներին հասնելու աստիճանները բարձրանալու սովորելու։ Շատ շնորհակալ եմ ինձ այսքան երկար լսելու եւ ձեր ժամանակը ինձ տրամադրելու համար, արդեն ինձ ավելի լավ գիտեք, արդեն ես հանգիստ եմ, որ իմ վեբինարն էլ արեցի, ես իրոք հենց հիմա հպարտ եմ ինձանով, դու էլ քեզանով նենց արա, որ հպարտ լինես։ Շատ շնորհակալ եմ, բայց մի բան էլ պետք է ասեմ, սեպտեմբերի 1-ի նախօրեին վաճառքի է հանվելու article-ների վերաբերյալ full guide, դա այն թեման է, որ մի գրքում կամ մի կայքում չես կարող ամբողջականը գտնել, եւ այդ guide-ը ձեռք բերելու համար ես ձեզ թողնում եմ բոնուս, ովքեր մինչև հիմա լսել են, love, սեր, եւ այս կոդը ինձ ասելով դուք կստանաք 50% զեղչ, շնորհակալ եմ ամեն ինչի համար, հասեք ձեր նպատակներին եւ ձեր հաջողություններով կիսվեք ինձ հետ։ Ես երջանիկ կլինեմ իմանալ, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի հատիկ բանով ես ձեզ հույս ու հավատ տվեցի, որ եթե ես սովորել եմ անգլերեն ու սովորում եմ, ուրեմն դուք էլ կարաք։ Լավ եղեք։